Բարև ձեզ։ Մի անգամից կարող ենք սկսենք մեր դասը, ուրեմն, սենց ինչ-որ մի հարց է։ Պատկերացրեք, օրինակ, ունենք տենց առաջ 10 օր շարունակ հետևել ենք պոնչիկանություն, ինչքան մարդ է գալիս առնում կակաո, ինչքան մարդ է գալի առնում պոնչիկներ։ Հա, գացա դոնատ, ոնց որ պատկերացնենք պոնչիկ, ուղղակի չգիտեմ անգլերեն ոնց է։ Խոսքով 10 օր շարունակ հաշվել եք։ Օրինակ առաջին օրը առել են 10 բաժակ կակաո, 18 հատ պոնչիկ, հաջորդ օրը 12 հատ կակաո, 25 հատ պոնչիկ եւ այլն եւ այլն։ Այս 10 օր շարունակ այս դատան այսպես հավաքել է ու միգուցե ավելի լավ է ոչ թե հուսակով ներկայացնել, այլ ասենք թե գրաֆիկով, այս այդ գրաֆիկն է։ Հա, այսինքն սենց հերթով ամեն օր դուք տեսնում եք ոնց է նախ կարող նկատենք, որ ամեն օր ավելի շատ պոնչիկ են առել, քան կակաո, ինչ որտեղ դա տրամաբանական է, չէ՞, այդ երևույթը։ Բայց մյուս կողմից այս գրաֆիկներն նայելով կարող կտենաք, որ բավական իրար նման են այս գրաֆիկները։ Ճիշտ է, իրենց միջև ինչ որ տարբերություն կա, այսինքն մի գրաֆիկը ավելի վերև է, քան մյուսը, ու դե նես չէ, էլի, որ իդեալական նույն գրաֆիկն են, բայց ինչ որ նմանություն կարող եք տենաք այս երկու բաների միջև։ Ու եթե օրինակ մեզ հետաքրքրի այս հարցը, ինչ կապ կա արդյոք այս կակաոների վաճառված կակաոների թվի եւ վաճառված պոնչիկների թվի միջև, քանի հոգի կակաո առը, քանի հոգի պոնչիկ առը ամեն մի օր, յուրաքանչյուր օր։ Մենք ուզենք հասկանալ այս երկու բանի միջև ինչ կապ կա, կամ ինչ կախվածություն կա, հա? Այսինքն ինչ որ մի ավելի մարդարի լեզվով ասած, եթե օրինակ գալիս են ավելի շատ ինչ որ լիքը մարդ գալիս է կակաոյի առնում, այդ ոնց է ազդում արդյոք, ուրեմն լիքը մարդը գալիս է պոնչիկ առնում, թե չէ։ Կամ եթե կակաո քիչ են առնում, արդյոք պոնչիկ քիչ են առնում։ Ինչ որ ազդեցություն կա դրա վրա, եթե կար կակաո առար, հավանաբար պոնչիկ էլ կառնես, թե չէ։ Այսինքն ինչ որ մի ձև ուզում ենք հասկանանք ինչ կապվածություն կամ ինչ կախվածություն կա այս երկու բաների միջև, հա, այսինքն կակաո գնողացիաների թիվ համեմատած պոնչիկ գնողացիաների թիվ։ Եվ ոնց որ ինչ է կարծում ես գրաֆիկին նայելով կա ինչ որ կախվածություն։ Հա, Ահա։ բայց Շատ ոչ ճիշտ։ ու։ Okay. Հեսա ինչ որ մի ձև կփորձենք մենք այդ ոնց որ բան անել, ինչ որ տես թվային մի ձևով հասկանանք ոնց է կարելի բնութագրել էլի այդ կապվածությունը, բայց նկատում ենք, որ կա, չէ՞, կապվածություն։ Մենք տեսեք առաջի օրը ինչ որ քանակություններ էին, հաջորդ օրը ավելի շատ կակao սկսեցին վաճառել եւ սկսեցին ավելի շատ պոնչիկ վաճառել։ Այսինքն ավելի շատ մարդ եկավ առավ կակao, քան նախորդ օրը եւ բարձրացმა զուգադիպեց նույն ձև նաև այդ պոնչիկ առնողների թիվը շատացավ։ Հաջորդ օրը պոնչիկ քիչ առան, նույն ձև կակao քիչ առան, հա, թե երրորդից չորրորդ եթե գնանք։ Սկսեցին ավելի շատ կակao առնել, սկսեցին ավելի շատ դոնատ առնել։ Այդ ոնց որ թե այս սրա աճերը, հա, կակաոների գնված կակաոների այդ թվի ամեն անգամ որ ինքը աճում է, դա զուգահեռ զուգորդում է նրանով, որ նաև պոնչիկների թիվն է ավելանում։ Երբ որ պոնչիկների թիվը պակասում է, կակաոների թիվն է պակասում, հետո աճում է, այդտեղ ինչ որտեղ կարող նկատեք, որ այդ օրինաչափությունը խախտվում է, օրինակ այս 6-րդ օրը եւ 7-րդ օրը որ նայեք, չէ, կակաոների վաճառքը մի քիչ ավելանում է, բայց պոնչիկներն էլ մի քիչ պակասում է, բայց ոնց որ ընդհանուր առմամբ պետք է այդ մի բանը եթե անտեսենք, մնացած դեպքերում երկուսն էլ կամ միաժամանակ աճում են, կամ միաժամանակ նվազում։ Այդ երևույթը մենք ոնց որ ասելու ենք, որ մեր այդ կակաոների թիվը եւ պոնչիկների թիվը վաճառված կակաո, վաճառված պոնչիկներ, այդ երկու բանը իրար հետ ինչ որ կապվածություն ունեն։ Եկեք փորձենք հասկանալ, այդ ոնց է կարելի նախ հաշվել այդ կապվածությունը, այսինքն ինչ որ մաթեմատիկորեն ոնց է դա կարելի հասկանալ։ Ատկաչափով մի ուրիշ բան է, բայց եթե ինչ որ մի մեթոդ լներ լավ կլներ էլի ավելի, ու հետո դա փորձենք ընդհանրացնել։ Դե ոնց որ հարցը է կարելի է գտնել թե չէ, այո, ինչ որ մի կախում, ինչ որ մի կապվածություն երևի թե կա։ Շատ լավ։ Այդ ինչ է կապվածություն երկու բանի միջև, եթե գնաս, ասենք հարցնես, հա, ասենք պոնչիկաոնցի, չգիտեմ, մենեջերին օրինակ ասես ինչ որ կախում կա դրանից միջև թե չէ, ինքը կասի ոնց որ որպեսզի դա հասկանաք, պետք է այս հարցին պատասխանել, եթե օրինակ ինչ որ մի օր ավելի շատ 3 բաժակ ավել կակաո են վաճառում։ Արդյոք այդ ոնց է անդրադառնում նրա վրա, որ պոնչիկներն են շատ վաճառում։ Օրինակ եթե ավելի շատ կակաո է վաճառվում, արդյոք է դրանից հետևում է այս հարցական է իրական։
Եթե ավելի շատ կակao վաճառվում այսօր, քան ասենք թե 3, այդ արդյոք նշանակում է, որ այսօր ավելի շատ պոնչիկ կվաճառվի, քան 3։ Կամ եթե ավելի քիչ է այսօր կակաոն, ուրեմն ավելի քիչ է պոնչիկ վաճառելու, թե չէ։ Այսինքն մենք ուզում ենք հասկանալ այս երկու բաների աճել նվազելու միջև ինչ որ կապացություն կա, թե չկա։ Այսինքն եթե սա աճում է, արդյոք դրանից հետևում է, որ սա էլ պետք է աճի, եւ եթե այս նվազում է, արդյոք դրանից հետևում է, որ պետք է այն էլ նվազի։ Ու դե հակառակը, հա, այսինքն արդյոք այդ աճերը իրար հետ եւ նվազումները իրար հետ ինչ որ ձև տես պայմանավորված են, թե չէ։ Ասենք մարդիկ գալիս են, հա, եթե առնում են պոնչիկ, ուրեմն երևի թե նաև կառնում են հետը կակաո, եթե շատ մարդ եկավ, հա, 10 հոգի ավել եկավ առավ պոնչիկ, ուրեմն երևի թե 10 հոգի ավել կառնի կակաո։ Բայց այդ բանը ինչ որ մի վարկածա, որ կարող է տենց, հա, կարող է տենց չի։ Շատ լավ։ Այսինքն մենք ուզում ենք բարձել հետևյալ հարցի պատասխանը։ Եթե ինչ որ մի օր ավելի շատ կակաոյա վաճառվում, ապա արդյոք այդ նույն օրը ավելի շատ պոնչիկ է վաճառվում, ու այս նույն հարցը շատի տեղը քիչ բառը դրած։ Դա իհարկե հարց է առաջանում, ինչ է նշանակում ավելի շատ կակաոյա վաճառվում։ Ինչի նկատմամբ ավելի շատ։ Հա, այսինքն ենթադրենք բան, հա, մենք այդ պոնչիկանոցի մենեջերն ենք, ասում ենք, հա, այսօրը շատ կակաո վաճառեցինք, ինչ է այդ նշանակում։ Դե ինչ որ մի բան է պետք է համատես, չէ՞, օրինակ կարելի է ասել այսօրվա վաճառված կակաոների թիվը համատած օրինակ 3-վա վաճառված կակաոների թվի, կամ այսօրվա վաճառված կակաոների թիվը համատած, ասենք, անցած տարի նույն օրը վաճառած կակաոների թվի, կամ ավելի ինչ որ տենց կայուն բան, այսօրվա վաճառած կակաոների թիվը համեմատենք մեր ամբողջ ամսվա միջին վաճառած կակաոների թվի հետ։ Այսինքն եթե օրինակ բանն է, չգիտեմ, հունիս ամիսն է, հա, հունիսին ենթադրենք վաճառել են միջինում ինչ որ ամեն օր 30 բաժակ կակաո, հունիսի 1-ին հավանաբար վաճառել են ավելի շատ, հա, ասենք, չգիտեմ, 100 հատ կակաո, որովհետև այդ օրը տոն է։ Այսինքն ինչ որ մի ձև պետք է համատել, էլ ինչ է նշանակում ավելի շատ կակաո կամ ավելի շատ պոնչիկներ, նշանակում է համեմատած քո ամսական միջինի հետ։ Okay, եթե դու ամսական միջինում վաճառում ես 30 կակաո, բայց այսօր վաճառել ես 100 հատ, նշանակում է այսօր շատ ես ծախել։ Իսկ եթե այսօր վաճառել ես 20 հատ, նշանակում է այսօրը մի քիչ տենց բախտը շատ չբերեց այսօրը, հա, այսինքն այսօր ավելի քիչ ես ծախել։ Այսինքն այդ ավելի շատ կամ ավելի քիչ, երբ որ մենք ասենք կակաոների վաճառքի թիվը այսօր աճեց կամ այսօր նվազեց, այդ նկատի ունենք համեմատած իր այդ միջինի հետ։ Հա, այսինքն համեմատած մեր ամսական միջինի հետ, եթե ամսական միջինում x հատ կակաո վաճառում այսօր x-ից ավել, մեզ հետաքրքիր է այդ տարբերության չափը։ Այսօր այդ միջին վաճառված կակաոից ինչքանով ավելի շատ, ինչքանով ավելի քիչ։ Որովհետև ըստ էության դա է ցույց տալիս, էլի, այսօր կակաոների վաճառքի թիվը ավելի շատ է, թե ավելի քիչ։ Պետք է համատես ոնց որ միջինի հետ։ Եվ նույն ձև էլի, հա, պոնչիկների թիվն էլ, եթե դու հասկանաս շատ պոնչիկ են ծախել, թե քիչ պոնչիկ, օրինակ որ հա պոնչիկանոցի տնօրենին էլի, հա, հարցնեք, ասեք, այսօր քանի հատ պոնչիկ եք ծախել, ասի ենթադրենք 200 հատ, հիմա դա շատ է թե քիչ։ Կախված է իրանց ամսական միջին ինչքան է, չէ՞, եթե միջինում 300 են ծախել այսօր 200, ուրեմն ավելի քիչ է, քան բանը, այսօր նվազել է վաճառքների թիվը, բայց եթե ընդհանուր միջինում 100 հատ են վաճառել այսօր 200, ուրեմն նշանակում է աճ է ունեցել։ Այսինքն միշտ պետք է համատենք այդ վաճառած կակաոների թվի, ասենք, միջինի հետ։ Եկեք այդ համատությունը անենք, այս մեր էլի նույն աղյուսակն է այստեղ գրած, եկեք հաշվենք միջինում օրական քանի կակաո են վաճառել, հա, ասենք մոտավորապես ինչ-որ, չգիտեմ, 15-ի կարգի թիվ, լավ, 15 չէ, 11, 12 այդ կարգի թիվ պետք է լինի, չէ՞։ Եվ նայեք միջինում քանի պոնչիկ են վաճառել օրական, դա տենց մոտավոր 20-21, ինչ որ տենց մի թիվ պետք է լինի։ Այսինքն հաշվենք այս վաճառած կակաոների միջինը եւ վաճառած դոնատների պոնչիկների միջինը։ Ու եթե ուզում ես հասկանաս այդ օրինակ առաջին օրը շատ կակաո վաճառվել թե քիչ կակաո վաճառվել, պետք է այս առաջ օրվա կակաո համեմատես միջինում մի օրում ինչքան կակաո վաճառում այդ թվի հետ։ Կարելի է օրինակ իրարից հանել այդ երկու թվերը։ Տենալ էլի որն ավելի մեծ, եթե հանում ես դրական թիվա տալու, ուրեմն այսօր ավելի շատ բան ես ծախել, քան միջինում։ Եկեք ուրեմն հանենք։ Կակաոներից հանենք ամեն օրվա այս թվից հանենք իր ամսական միջինում քանի բաժակ կակաո են ծախում։ Ասենք, այս որ հաշվենք թվերը, այո, 10.8,
մոտավոր այդքան է գալիս միջինը, ու այս բոլոր թվերից հանում ենք իրանց այդ միջինը։ Եվ ինչի ենք հանում, էլի, որովհետև երբ որ հանում ես, ու ասենք, տեսեք, այսօրը 12 հատ պոնչիկա կակաոյա վաճառվել, հանում ես, տնես որ դրական թիվ է, ասում ես, ուրեմն այսօրը, երկրորդ օրը, ավելի շատ են կակաո վաճառել, քան առհասարակ։ Այսինքն կակաոների վաճառքի թիվը այսօր ավելի տենց շատ է, քան միջինը։ Այսօր վաճառքը շատ է։ Իսկ այս վերևի տողում որ նայեք, առաջի օրը 10 հատ են վաճառել, բայց ամսական միջինում 10.8 են, չէ՞ վաճառում։ Շարունակում է այսօրը տենց ավելի քիչ են ծախել, քան միջինում, այսինքն այսօրը մի քիչ ավելի այդ վաճառքը կակաոյի ընկել է։ Ոնց որ այն գրաֆիկին եթե հետ գնա, չէ՞, Ստեղ պատկերացրեք մտով ինչ որ մած sense գիծ կարանք տանենք, այդ միջինի գիծը, որը այս դեպքում ինչ որ sense 20-ը լինելու, պոնչիկների համար 20.3, կակաոների համար լինելու է 10 մի քիչ, հա 10.3 ոնց որ թե, ահա, այս գիծը տանում ենք, 10.8 շատ լավ, ահա, հա, այսքան այնտեղ սխալ եմ գրել, շատ լավ, մերսի շատ, մի քիչ տեղ թվերը եւ եթե որ փոխենք, որ բռնի այդ մեր ասածի հետ, Շատ լավ, ուրեմն այս թվերը որ օրը որ այս գծից վերև անկած, սա միջինի գիծն է, հա, այսինքն էսի n-ը թե ինչքան ոտքով ամսական ինչքան միջինում տենց կակao են վաճառում, որ օրը որ սրանից շատ են վաճառել, այդ օրերին իրոք կակաոյի վաճառքը աճել է, որ օրը որ սրանից քիչ են վաճառել, այդ օրերին կակաոյի վաճառքը նվազել է։ Այսինքն այդ գիծը որ տանես այս գծից վերև գծից ներքև, դա քեզ թույլ է տալի դու բաժանես օրերը երկու մասի, օրեր երբ որ կակաոն աճա գրանցել, օրեր երբ որ ասենք, բա, անկում ապրել։ Ու իհարկե նաև կարևոր է թե ինչքանով է անկում ապրել, ինչքանով է աճել, էլի, այսինքն եթե այդ միջինը ոնց ասացիք 10.8 է, բայց այս 11 են վաճառել, ինչ որ փոքրիկ փոփոխություն է։ Բայց եթե միջինում ամսական կակao 10.8 են, այդքան բաժակ ենք վաճառում, եկե ինչ որ մի օր 15 բաժակ ենք վաճառել, այդ ուրեմն ինչ որ տենց մեծ աճ է ցույց տալիս։ Այսինքն կարող է այդ ինչքան է միջինից վերև կամ ներքև էսի թիվը։ Շատ լավ։ Ուրեմն հարցեր։ Լավ։ Ամեն օրվա մեր այս կակաոյի եւ պոնչիկի ոչինչ չասող թվերից հանում ենք միջինը եւ ստացվում է արդեն ինչ որ ինֆորմացիա պարունակող թվեր։ Այսինքն երբ որ դու մենեջերն ես այդ մասնաճյուղի գիտես թե միջինում քանի հատ են վաճառում կակao ամեն օր ու համեմատում ես այսօրվա արդյունքի հետ, արդեն կարաս ասես դա ավելի շատ է ծախել, թե ավելի քիչ։ Ուրեմն այս հանում ենք, ստացվում է ինչ որ sense պատկեր։ Նու որը բացասական թիվա կարմիր է, որը դրական թիվա կանաչ։ Կարող տեսնեք, որ օրինակ այս առաջի օրը կակao մի քիչ ավելի քիչ են ծախել, պոնչիկ էլ ավելի քիչ են ծախել, հաջորդ օրը կակao ավելի շատ են ծախել, պոնչիկ ավելի շատ են ծախել։ Ասում ավելի շատ ավելի քիչ նկատեմ միջինի համը։ Այսինքն առաջի օրը կակաոն մի քիչ են ծախել, հաջորդ օրը միջինից շատ, հաջորդ օրը միջինից քիչ, հաջորդ օրը միջինից շատ, հետո էլի միջինից քիչ, այստեղ երկու օր երատևից միջինից շատ, շնորհիվ զրամվող ջերքսով ոնց որ շատ մեծ բան չի, չէ։ Ու տենց, հետո ինչ որ մի ուշ օրելի անկում ապրել, ինչ որ էլի աճել է, առաջին հայացքից ինչ որ տենց շատ խառը թվեր են, որ այդքան էլ ոնց որ հաճելի չէ, էլի այդ դրանց նայելը։ Բայց այս արդեն ինչ որ ինֆորմացիա պարունակում է։ Այս սյուների մեջ կարմիրներով ու կանաչներով կարող տեսնենք, թե երբ է աճ եղել, էլի, երբ է ինչ որ տենց ավելի շատ վաճառվել, քան միջին։ Շատ լավ։ Հիմա բայց մենք ուզում ենք հասկանանք այս երկու բաների միջև եղած կապվածությունը, հա։ Ոնց որ այդ կապվածությունը կարող ենք sense ասենք, եթե ինչ որ մի օր կակao ավելի քիչ է վաճառվել, այսինքն եթե ինչ որ մի օր կակաոյի գործակիցը կարմիր է, արդյոք այդ նույն օրը նաև պոնչիկա քիչ վաճառվել։ Այսինքն եթե սա կարմիր է, արդյոք դրանից հետո մա որ անել է կարմիր։ Եվ հակառակը, եթե ինչ որ մի օր շատ է կակao վաճառվել, կանաչը, արդյոք ուրեմն պոնչիկ էլ է շատ վաճառվել, թե չէ։ Մենք այդ կապն ենք ուզում հասկանալ։ Օրինակ այս 6-րդ օրը ինքը չի բռնում մեր չներողություն 6-րդ չէ, 7-րդ օրը ինքը մի քիչ հակառակ է գնացել, այսինքն տեսնում ենք որ կակao շատ են վաճառել, բայց պոնչիկ քիչ։ Այսինքն սա կանաչ է, սա կարմիր։ Կոպիտ ասած, ինչքան այստեղ կանաչ, ինչքան sense շատ զույգեր լինեն, որ գրած է կանաչ կամ կարմիր, դա խոսում է այն մասին, որ ոնց որ թե այս երկու բաների միջև կախվածություն կա։ Այսինքն երբ որ մեկը շատ ալու, մյուսն էլ է շատ, երբ որ մեկը քիչ է, մյուսն էլ է քիչ։ Դա կախվածության մասին է խոսում։ Բայց երբ որ այս 7-րդ օրվա նման կամ 10-րդ օրվա նման
տարբեր գույների են, այսինքն մի բանը աճում է, մյուսը նվազում, չէ՞։ Այս օրինակ այս 10-րդ օրը կակաոն նվազել է, պոնչիկները աճել։ Այդ արդեն խոսում է այն մասին, որ ոնց որ տենց շատ իդեալական իրայից կախված չեն։ Okay, ինչքան շատ ցենց զույգեր լինեն, այդքան որ տարբեր գույնի են իրար դիմաց գրած, այդքան այդ ոնց որ նշանակում է դա խոսում է կախված չլինելու օգտի։ Այսինքն կարա հանգիստ մի բանը աճի, մյուս բանը տենց նվազի, նու լավ, մի քիչ խափում եմ իրական, ոչ թե կախված չլինելն է, այլ այն որ իրարից հակառակ են կախված, այսինքն ոչ թե մեկը աճելուց մյուսն էլ աճում, այլ մեկը աճելուց մյուսը նվազում է։ Բայց մի խոսքում ես պետք է հասկանալ, էլի, կարմիրի դիմաց կարմիրա գրած կանչի դիմաց կանաչ, թե ասենք կարմիրի դիմաց կանաչ եւ հակառակը։ Թե խառը, այսինքն դեպքերի կեսում նույն գույնի դիմաց նույն գույնն է գրած, դեպքերի կեսում, այսպես ասած, տարագույն են, այսինքն տարբեր գույներ են իրար դիմաց գրած։ Մի խոսքով կարճ կապեմ, ինչ ենք ուզում անենք, ուզում ենք հասկանանք այդ ինչ որ կապվածություն կա, թե չկա։ Օրինակ, ստեղի կանաչի դիմաց ստեղ կանչա, թե չէ, այսինքն դրական դիմաց դրական է, բացական մատ բացական, թե բացական դիմաց դրական եւ հակառակը։ Հիմա ժոր մի բան, որ կարելի է անել այս նշանները պահպանելու համար, ընդ որում ասում եմ, ինչ որ հիմա կառաջարկեմ, տենց հեչել տրամաբանական չի թվում, էլի, այսինքն պետք է գլխի ընկնենք, ինչ որ մի մարդ ինչ որ մի ժամանակ գլխի ընկել, որ կարելի է տենց անել։ Ասලා ժոր, եթե ուզում եք այդ նշանները հասկանալ, այսինքն կակաոն աճելուց պոնչիկ աճումա թե չէ, թե մինուս դիմաց մինուսա պլյուս դիմաց պլյուս թե ինչ։ Վերցրեք այս երկու թվերը, բազմապատկեք իրարով։ Հա, ու իրոք, եթե ստեղ ունենաս բացասական թիվ, ստեղ բացասական թիվ, արտադրյալը կտա դրական, եթե ստեղ ունենաս դրական, դրական արտադրյալը էլի կտա դրական, այսինքն երբ որ մեկը նվազելուց մյուսը նվազում է այս դեպքում, դուք ունենաս դրական, կամ երբ որ մեկը աճելուց մյուսն էլ աճում, դուք ունենաս էլի դրական, իսկ այն խառը դեպքում, երբ որ ասենք մեկը նվազում է, բայց մյուսը աճում է, այդ դեպքում կունենաս բացասական թիվ։ Էլի շատ աղոտ է լինելու կարծում եմ ինչ որ ասում եմ, որովհետև ամեն դեպքում պարզ չէ, լավ ինչ ենք ուզում, այդ դրական բացասական լինելը ինչն է ցույց տալիս, բայց ոնց որ կարող հավատաք, որ այդ ցույց պետք է տա ինչ որ պահի կախվածությունը սրա այս աճել նվազելու, նրա աճել նվազելու միջև։ Եկեք մի հատ բազմապատկենք, հա, այսինքն ստեղ գրված է յուրաքանչյուր թիվը դիմացի գրածով բազմապատկենք, ու ոնց որ տեսնում ենք, դեպքերի մեծ մասում ստացվում են դրական թվեր։ Եթե վերցնես կակայից անես իր միջին ամեն օր եւ պոնչիկից անես իր միջին ամեն օր բազմապատկես ամեն օրվա համար այդ թվեր իրար հետ, լիքը դրական թվեր կունենաս, երկու հատ է ինչ որ մի քիչ փոճուր բացասական թվեր կունենաս։ Դրական թիվ ունենալը, այդ ոնց ենք մեկնաբանում, եթե ստեղ դրականը նշանակում է ինչ որ մի օր կա որ կակաոն աճել է եւ պոնչիկը հետևել է նրա օրինակին։ Ու բոլոր այս կանաչները կամ բան, սա նվազել է, պոնչիկն էլ իր նման նվազել է։ Այսինքն եթե մեկը մյուսի օրինակին է հետևում, էլի, կակագինն է նվազում, պոնչիկին է նվազում, դա ոնց որ ստեղ տալիս է կանաչ գույն, այսինքն դրական բան։ Հակառակ դեպքում ստեղ տալիս է կարմիր, նե չի կարմիրը վատնա է, էլի ոնց որ։ Կարմիրը նշանակում է, երբ որ մեկը աճում է, մյուսը նվազում է։ Գինը բարձրացնում ենք, պահանջարկը նվազում է, կամ եթե գինը իջացնում ենք, պահանջարկը բարձրանում է։ Շատ լավ օրինակ է։ Ահա։ Օրինակ այդ դեպքում, եթե այստեղ ինչ որ այս առաջի սյան մեջ լինի, չգիտեմ, պահանջարկը այստեղ գրած լինի այդ մեր դրած գինը, հա, այսինքն եթե երկրորդյան մեջ լիներ կակաոյի գինը։ Այդ արդեն շատ տրամաբանական կլիներ, որ այստեղ լիքը կարմիրներ ունենան։ Այսինքն եթե մեկը բարձրացնում ես, մյուսը իջնում է։ Շատ լավ։ Ուրեմն կարմիր լինում է այդ դեպքում, մեկը բարձրացնում մյուսը իջնի, կանաչ լինում է այդ դեպքում, որ մեկը բարձրացնում ես, մյուսն էլ է բարձրանում, կամ մեկը իջացնում ես, մյուսն էլ է իջնում։ Ու ըստեղ որ կարևոր մեր համար որն է, որ նայենք այս պատկերին, ոչ թե կարևորն է, որ այստեղ բան ինչ որ հանկարծ կարմիր չլինեն, բոլորը կանաչ լինեն եւ այլն, այլ նայենք համատենք, ավելի շատ կանաչ կա թե կարմիր, հա, կամ այդ շատը, ահա, այդ որ օրինակ հակառակ համեմատական լինեն, հա, այսինքն մեկը նվազի, մյուսը բարձրանա ու հակառակը։ Այդ էլ է ոնց որ կովարիանս, այդ ոնց է էլի։ Այդ է նշանակում ինչ որ կապվածություն կա իրանց միջև։ Կարծես ենք պատկերացնեք, այն ամենա ոնց որ բան դեպքը, երբ որ չկա կապվածություն, դա նա երբ որ քաոսային է, օրինակ եթե վերցնենք բան, հա, ասենք երազ բան, հա, ավտոմեքենաների երազ գործարանի, ասենք թե բաժնետոմսերը նայենք, ամեն օր նայենք այդ իր գինը ոնց է, հա, այսօր աճեց, հաջորդ օր նվազեց, աճեց, նվազեց, էդի վերցնենք ու համատենք, ասենք չեմ, պոնչիկի գնի հետ,
այդ երկու բաները իրարից կախում չունեն, որովհետև ոնց որ այս մեկի աճել նվազելը մյուսի վրա ոչ մի ազդեցություն չունի։ Այ ոչ մի ազդեցություն չունենալու դեպքում այդ ոնց որ իրարից անկախ լինելն է դա, իսկ եթե որևէ ձև, ասենք սա աճում է, այնի աճում է, այդ էլ է համարվում կախվածություն, եթե սի աճում է, այնի նվազում է, այդ էլ է համարվում կախվածություն։ Այսինքն այն մեր նորվա օրինակի դեպքում որ նայենք, մեր դրած գինը եւ պահանջարկը իրարից կախվածություն ունեն։ Այդ այսինքն եթե ստա գրած է բացասական թիվ, այդ էլ է լավ, հա, այդ էլ է ցույց տալի, որ ինչ որ կախվածություն կա, այսինքն եթե ստա լրիվ բացասական թվեր լիներ, ասենք շատ լավ է, ուրեմն փաստորեն այն մեկը որ բարձրացնում ես, մյուսը իջնում է։ Հա, մեր համար դա էլ է, okay, այսինքն չէ, նայում ենք մենակ այն բաները, որ մեկը բարձրացնելուց մյուսն էլ է բարձրանում։ Այլ ինչ որ մի օրենք, ինչ որ մի կանոն, ինչ որ օրինաչափություն, եթե կարող ես գտնես, նույնիսկ եթե այդ օրինաչափությունը բանը, որ սա բարձրացնեմ, սա կնվազի, այդ օքեյ է, այդ նշանակում է կապ կա իրանց միջև։ Այ կապ չլինի, եթե օրինաչափություն չգտնենք։ Շատ լավ։ Հա, ուղղակի ոնց որ նայեցինք սրանց, տեսանք, որ շատ կանաչներ կան ու համարյա ոչ մի կարմիր չկա։ Այդ նշանակում է, որ ոնց որ ըստ էության, ստեղի գրվածը, այս production մեջ ինչ որ գրել են, ինքը հիմնականում կանաչ է։ Այսինքն եթե օրինակ վերցնենք այս բոլոր թվերը ու իրանց միջինացնենք, հա, այս լիքը կանաչներ, տեսեք, այս խոսքը վերջին սյան մասին է իհարկե։ Վերցնենք այս թվերը միջինացնենք, լիքը կանաչներ կան, մի երկու հատ կուճուր տենց սուտի կարմիրներ կան էդի հետ, միջինում կստանանք ինչ-որ մեծ դրական թիվ, չէ, ասենք թե 5 կստանանք, ինչ-որ տենց մի բան, այդ 5-ը կնշանակի ինչ, կնշանակի, որ ստեղ կանաչների թիվը շատ մեծ է, ու իրանք կանաչները ավելի շատ ուժեղ են, այսինքն ինչ որ իմաստով այս -0.56-ը, -0.56-ը կարելի է անտեսել, չէ, որտեվ ասենք ինչ են իրանք համատած այս 20, 11, 2 այդ թվերի հետ շատ կուճուր են։ Ու իրանց որ անտեսում ես, այդ ենթադրությունը ուրեմն որն է լինում, եզրակացությունը, ավելի ճիշտ, որ այս վերջին սյան մեջ հիմնական գրած են դրական թվեր։ Ու այդ պետք է հիշենք, եթե այս վերջին սյան մեջ գրածը դրական թիվ է, նշանակում է կա ասենց կախվածություն, որ մեկը բարձրացնելուց մյուսն էլ է բարձրանում, նվազեցնելուց մյուսն էլ է նվազում։ Իսկ եթե լրիվ լինեն կարմիր թվեր, լրիվ լինեն բացասական թվեր, կնշանակեր այն մեր մյուս դեպքն է, երբ որ բան ես անում, բարձրացնում ես, մյուսը իջնում է։ Բայց երկու դեպքն էլ օքեյ են, էլի, երկու դեպքում էլ կախվածություն կա։ Ուղղակի ոնց որ մեր հետաքրքրում է հետևյալ հարցը, վերջին սյան մեջ կանաչներն են ավելի ուժեղ, թե կարմիրներն են ավելի ուժեղ։ Եթե կանաչները նշանակում է այդ աճ։ Եթե կարմիրները նշանակում է մեկը աճում, մյուսը նվազում։ Այսինքն ուզում ենք համատենք կարմիրներն ու կանաչները։ Իսկ եթե կարակարտակ ասեք, բա իսկ ինչ եթե օրինակ կախվածություն չկա, եթե կախվածություն չկա, ժողովուրդ, ստակ կեսը կանաչ կլներ, կեսը կարմիր կլներ, կմիջնացներ այս թվերը, կստանար, ասենք 0.1 կամ ինչ որ փոճուր թիվ 0 կամ -0.01։ Հա? Եթե խառը լիներ, կակաոյի այս գինը ոչ մի կապ չունենար պոնչիկի գնի հետ, ապա այստեղ մի քանի հատ կանաչ կլներ, մի քանի հատ կարմիր կլներ, այսինքն ոչ թե 8 հատ կանաչ, 2 հատ փոճուրի կարմիր, այլ 5 հատ կանաչ, 5 հատ կարմիր, մոտավորապես տենց։ Կմիջնացներ, կստանար 0-ին մոտիկ մի բան։ Այսինքն, եթե միջինում սա կանաչ է, այնց մեծ կանաչ թիվը, նշանակում է այդ կա իրանց միջև, այսպես ասած, դրական կախվածություն։ Հա, մեկը բարձրանալուց մյուսն էլ է բարձրանում, որ շատ կակao են առնում, շատ պոնչիկ են առնում։ Եթե լիներ կարմիր, կնշանակեր շատ կակao առնելուց պոնչիկ քիչ են առնում, կամ պոնչիկը շատ առնելուց կակao են քիչ առնում։ Ոնց որ սա է լինելու մեր այսօրվա արածի տրամաբանություն, մոտիվացիան էս էր, որ ոնց որ նայենք այս նշաններին կամ այս գույներին։ Միջև մի հատ այս բանը նորից կամփոփենք, կխնդրեմ հարցեր տամ, ժողովուրդ ջան, ինչ հարցեր ունեն։ Այս մեր ամբողջ այս process-ը կարող է ինչ-որ հարցեր ծնել, որոնք խնդրում եմ ասեք, կարանք նորից ինչ-որ մասեր մեկնաբանենք։ Հարցեր։ Բայց ասենք կարա սաղ վերջը կանաչ դուրս գա, բայց նույնիսկ երազի ու պոնչիկի գնի դեպքում էլ, որը հա կամ հակառակը սաղ կարմիր դուրս գա, ինչ որ տես պատահական կորելացիա ստացվի, էլի։ Այդ շատ ճիշտ է։ Մենք դրան տենց մի, ասենք 15 սլայդ հետո կանդրադառնանք, որ
հնարավոր է ինչ-որ տենց բան էլի, զուգադիպի ուղակի, այսինքն ուղակի նենց է ստացվել, որ կակաոները շատ են առել, պոնչիկներն էլ են շատ առել, կամ կակao շատ առնես պոնչիկը քիչ առել, բայց դա զուգադիպություն է, այո, դեմ չէ։ Դրանք անդրադառնում, դա լրիվ հնարավոր իրավիճակ է։ Ու մենք այս բանը ուզում ենք ինչ-որ մի գործիք ներմուծել, որ այս աուսակիմ չի թվերին նայելով մեզ հնարավորություն կտա ինչ որ կախված, լավ չասեմ կախվածություն, ինչ որ կապվածություն այս նրանց միջև գտնել։ Բայց հետո կասենք, որ այդ կապվածությունը միշտ չի, էլի, որ տենց մեր ուզած այդ ինչ որ սիրուն ձևի կարելի է մեկնաբանել, որ կակաոն աճեց, ուրեմն պոնչիկն էլ է աճում։ Շատ լավ։ Ուրեմն գաղափարը կարող լինի հետևյալը. վերցնենք կակաոների գները, միջինից հանենք միշտ, միջինը հանենք, որ բարձվի աճա թե նվազում։ Կարող ցանկության դեպքում վերցնենք մի հատ ներկենք սենց, այդ նույն բանը պոնչիկի համար անենք, բազմապատենք իրար հետ, տենանք ավելի շատ կանաչ կա թե կարմիր։ Միայն այս վերջին քայլում, որպեսզի դու հասկանաս, էլի, կանաչներն ավելի շատ թե կարմիրները, դե ոնց որ կարաս ինչ անես, կարաս կանաչները գումարես իրար, կարմիրները գումարես իրար ու համատես։ Կամ կարաս ուղղակի բոլոր թվերը գումարես ու միջինացնես։ Եթե կանաչները ավելի շատ են, միջինը կլինի դրական թիվ։ Հակառակ դեպքում միջինը կլինի բացասական թիվ։ Ու այդ վերջին թիվը դրականը թե բացասական, կարմիրը թե կանաչ, դա քեզ լիքը ինֆորմացիա կտա։ Օրինակ, այս դեպքում ինչ որ ժողով միշտ սխալ մխալ թվեր եմ ասում, հեսա հաջորդ սլայդում կտենանք ինչ թիվ աստեղ դուրս գալու, բայց ասենք պատկերացրեք ինչ որ այս թվերի միջինը մոտավորապես ինչ որ 5-ա, հա, երևի թե ինչ որ տենց մի բան։ Այսինքն կանաչ է ստացվելու, եթե հավեսնեք կարող հաշվեք, այսինքն ստացվելու է ինչ որ ոնց որ թե կա դրական կապվածություն այս երկու բաների միջև։ Մենք հեսա դրան անուն կտանք, ու եկեք այն ինչ որ ստեղ ասեցինք, այս նույն ձև, սա սահմանենք հավանականության տեսության լեզվով երկու պատահական մեծությունների համար։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, եթե օրինակ կակաոյի այս պատահական վերցված օրը կակաոյի վաճառքների թիվը այսա նշանակած լներ x-ով, իսկ լավ, ասենք թե k-ով նշանակած լներ, իսկ այս պոնչիկների թիվը p-ով նշանակած լներ, այս c-ն ու p-ն կլինեն պատահական մեծություններ, ոնց է կարելի հաշվել այս c-ի ու p-ի միջև եղած կապվածությունը։ Ուրեմն եկեք սահմանենք դա։ Եթե ունես երկու պատահական մեծություններ, ուզում ես հաշվես, թե ոնց է այս x-ի փոփոխությունը ազդում կամ չի ազդում, ոնց է դա կապված, չասեմ ազդում, ուզում ես հասկանաս x-ի փոփոխությունը ոնց է կապված, ոչ թե էֆեկտամ, այլ կապված է, պատկերացրեք y-ի փոփոխության հետ, այսինքն x-ը որ փոխում է, y-ը փոխում է, թե չէ, կանենք հետևյալ քայլերը։ Վերցնենք այդ մեր x-ը ու y-ը, ինչպես որ մի քիչ առաջ վարվեցինք, հանենք իրանցից իրանց միջինները։ Այսինքն x-ից հանենք իրան միջինը, y-ից հանենք իրան միջինը, որ հասկանանք, սա նկատի ունեմ նորից, հա, ինչ է նշանակում։ X-ը հաստատուն է, վերցնում ես x պատահական մեծություն, որ պատահականորեն օր ես վերցնում, նայում ես այդ օրը ինչքան պոնչիկ են վաճառել, հանում ես այդ թվից միջին վաճառած պոնչիկների թիվը։ Նորից ասում է պատահական մեծություն, հա, այսինքն նենց չի, որ մեզ պետք է շատ հետաքրքիր է այդ պատահականությունը թե չէ, բայց ֆիքս x-ը պատահական մեծություն է, հանում ես թիվ։ Այսինքն բոլոր արժեքները նույն թվով փոքրացնում ես։ Նույն բանը ստեղ y-ի բոլոր արժեքներից հանում ես այս հաստատուն թիվը y-ը, այսինքն իր միջինը։ Մի խոսքով վերցնենք երկու պատահական մեծություն, հանենք իրենց միջինները, ոնց որ այնտեղ արեցինք, վերցնենք սրանց բազմապատկենք իրար հետ, ու դե որ բազմապատկում ես, այս առաջինը եթե դրական լինի, երկրորդը դրական լինի, արտադրյալը դրական է տալի։ Նույն նշանի դեպքում ավելի շատ դրական արտադրություն կստանաս, իսկ եթե ինչ-որ մի օր, այսինքն ինչ-որ մի արժեք x-ի որևէ արժեքի դեպքում y-ի համապատասխան արժեքը կամ x-ի շեղումը անգամ y-ի շեղում դրական տվեց, շեղումը այդ երկու շեղումները նույն նշանը ունեն, հա։ Ըստ էության այս առաջին գրածը սա ցույց է տալի x-ի շեղումը յուրաքանչյուր ոնց որ օրը, հա, կամ յուրաքանչյուր ելքի դեպքում, եթե պատահական մեծության լեզվով ենք ասում, սա ցույց է տալի այդ մեր y-ի շեղումը։ Ու որ բազմապատկում ես, ցույց է տալի, այսինքն սրա յուրաքանչյուր արժեքը y-ի y-ի համապատասխան արժեքի հետ։ Երբ որ բազմապատկում ես, այդ նույն էֆեկտը պետք է ունենա, ինչ որ նախորդ սլայդում արեցինք։ Այսինքն այդ նշանը ցույց է տալի նույն նշանը ունեն, թե չէ, այս երկու շեղումները։ Այսինքն x-ը աճում է, y-ը աճում է, թե չէ, թե x-ը աճում է, y-ը նվազում։ Շատ լավ, ու դե վերջի քայլով ի՞նչ է պետք անել, այդ ստացված արժեքները միջինացնել։ Այսինքն այս մեր նախորդ սլայդում սա արեցինք ու միջինացրեցինք։ Հիմա նույն ձև վերցնում ես այս արժեքը եւ միջինացնում, այսինքն սրա մացպասումն ես նայ։
Այս արտահայտությունը, տեսեք էլի ինչ որ տենց շատ տենց խառը տեսք ունի, բայց իրականում բան է, էլի ոնց է, այդքան էլ վախենալու բան չի։ Վերցնում ես ուրեմն այս արտահայտությունը, ինքը կոչվում է x եւ y պատահական մեծությունների միջև կովարիացիա։ Այդ կովարիացիան հենց ցույց է տալու այդ իրանց եղած կապը իրանց միջև։ Ну կամ իրանց փոփոխությունների միջև։ Եթե x-ը մի քիչ փոփոխվեց, արդյոք y-ն էլ է սովորաբար մի քիչ փոփոխվում, թե չէ։ Այդ կապը ցույց տվող գործիքն է լինելու համեր։ Եկեք մած համամտամ ու արդեն կխնդրեմ հարցեր տա։ Ուրեմն հա, 2x-ը y պատահական մեծության միջև կովարիացիա կանխանենք այս մեծությունը։ Սա ոնց ենք անում, ոնց որ պոնչիկներ ունակում, հա, գրում ենք x-ի բոլոր արժեքները, դիմացը y-ի համապատասխան արժեք, ասենք, երբ որ x-ը եղել է 22, ինչ որ մեր 22 հատ կակաո ես վաճառը, y-ը ինչ ա եղել, այդ օրը քանի հատ պոնչիկ ես վաճառը։ Հաջորդ օրը քանի կակաո, դիմացը գրում ես քանի պոնչիկ։ Ու այն նորվա գործողությունները, որ արեցի։ Դա այդ երկու պատահականության միջև կովարիացիան է։ Իհարկե, այս բանաձևը կարանք մի քիչ թեթևացնենք, չէ՞։ Եթե հիշում եք, անցած անգամ ինչ որ վարիացիայի համար բանաձև ենք վերցրել, այդ ոնց որ օգտակար կլինի հիշել, այսինքն վարիացիա x-ը հավասարը մաց պասում, հաշվում ենք x-ի եւ իր միջինի հեռավորությունը, այսպես։ Քառակուսի ենք բարձրացնում միջինացում։ Չեմ ֆանա ինչի համար ենք այդպես անում, այդ ոնց որ նախորդ դասի մեջ է, բայց հետո այս բանաձևը երբ որ բացում ենք, Պարզվում է, որ լիքը բաներ կրճատվում են, չէ, ուստեղ ունենում ենք ընդամենը ինչ որ sense գեղեցիկ արտահայտություն x քառակուսու միջինից հանած x-ի միջինի քառակուսի։ Այսինքն այսպես։ Այդ նույն ձև կարելի է բացել այս սրա փակագծերը, sense որ բացեք, ստացվի e, այս առաջի փակագիծը եւ երկրորդ փակագիծը։ Տալիս է xy հանած, էլի եթե դուք զուգահեռաբար անեք, շատ օգտակար կլինի, եթե չէ, ես ստեղ կգրեմ։ Հանած այս x-ը y-ի հետ, հանած y-ը x-ի հետ, ու գումարած այս x անգամ y-ը, չէ, որպես վերջին մեր գումարելի, գումարած x անգամ y, ու այսա մատպասման մեջ, այսպես։ Ու իհարկե կարող ենք ասենք, որ մատպասումը ինքը գծային է, այսինքն եթե ինչ-որ մի բանից հանում ես ուրիշ բան ու մատպասումն ես վերցնում, կարելի է ուղղակի գրել մատպասում ես առաջին կտորը, հանած մատպասում երկրորդ կտորը։ Այսինքն ուզում եմ ասեմ a + b-ն, սա հավասար է a + b։ Ուրեմն եկեք, այսպես ասած, ազատվենք այս մատպասումի այս փակագծերից, չէ՞, մի հատ այսպես գրենք մատպասում ես ինչ բանը, հանած մատպասում ես ինչ բանը, եւ գումարած այստեղ մատպասում այս ինչ բանը։ Հաջորդ քայլը որը պետք է լինի, ժողովուրդ։ Ինչ առաջարկներ կան, օրինակ այս արտահայտության մեջ ինչա կարելի անել։ Տեսեք, մենք ուզում ենք բարձրացնենք մատպասում x անգամ y-ը։ Եկեք ներս տանենք, աջիշտ այդ x, չէ՞։ Ահա։ Դառնա x անգամ իսում է էլի y։ Շատ ճիշտ է։ Ուզում ենք դառնա x անգամ y։ Եկեք ոչ թե ինչ որ բան ներս տանենք, այլ այս ներսի գրած այս y-ին, ասենք որ դու թիվ ես, y-ը հաստատուն է, այսինքն տեսեք x-ը պատահական մեծություն է, բայց y-ը հաստատուն է, կարանք համարենք, որ չգիտեմ, y-ը հաշվել ենք, ստացվել է 4։ Կարանք ասենք հարգես, եթե պետք է հաշվել 4 անգամ x-ի մատպասումը, այս թիվը թող դուրս գա, գրենք բազմապատկած այս թիվը դրսում։ Եվ այս ներսի մնացածը կլինի x։ Հա, այսինքն մատպասում, եթե ունես x անգամ y, ասում ես y-ը թիվ է, ուրեմն կարելի է իրան հանել դուրս։ Այսինքն կարաս գրես, որ հավասար է x անգամ y։ Հա, y որ դուրս է գալի, դա կմնում է մի հատ x, այդ մինուճար x-ը դնում ես y-ի մեջ, դասա x անգամ y։ Շատ լավ։ Նույն ձև, այստեղ ունեմ x, այս x-ն էլ է հաստատում, ինքն էլ է կարելի դուրս բերել, այստեղ գրել։ Իսկ այս վերջին գումարելին, ժողովուրդ, ինքը ընդհանրապես գրած է x անգամ y։ Հիմա այս x-ը թիվ է, կարող պատկերացնեք 4։ Y-ն էլ է թիվ, կարող պատկերացնեք 5։ Որ գրած լինի մատպասում 20, այդ ասում է 20-ի միջինը ինչքան է։ 20-ի միջինը հենց 20 է, 20-ը ինչ որ թիվ է, էլի, չի կարա միջին ունենա կամ չունենա։ Այսինքն թվի մատպասում հենց իրան է հավասար։ Այսինքն այս վերջին որ գրած է y ինչ որ մի բան, սա հավասար է հենց այս ներսի գրածի։
Այսինքն նկատի ունենք, որ կարելի է այս yen ջնջել ուղղակի ստեղից, այսպես։ Ու ստացվի ուղղակի այս թիվը։ Հիմա եթե այդ գործողություն անեք, կտենաք, որ ստեղ առաջանում է EXY, հանած այս արտահայտությունը, հա, մատսպասումների արտադրյալը, այսպես EX անգամ EY, մի խոսքով -2 հատ այստեղ առաջանում, 2 հատ մինուսով առաջանում, մի հատ պլյուսով առաջանում, ստացվում է հանած 1 անգամ այս վերևի գրած թիվը։ Եկեք էս մաքրենք ստացվածը, ոնց որ ինքը օգտակար վարժություն է, կարելի է տանը անել, էլի, էս բացել այս բանաձևը, պարզեցնել, ստանալ այս բանաձևը։ Տեսեք, ստացվում է XY-ի կովարիացիան, դա նույնն է, որ XY արտադրյալի մատսպասում, հանած առանձին մատսպասումների արտադրյալ։ Ես մի հատ հարց տամ, էլի հիշեցնելու բանը։ Մենք մատսպասման մեջ եթե երկու փոփոխական ոնց որ մենք էլի դրանք մենք կարանք բազմապատկենք մենակ այն դեպքում, երբ որ իրանք անկախ են, չէ՞։ Հա, եթե այս իմաստով եք հարցնում, EXY-ը արդյոք հավասար է EX անգամ Y-ին թե չէ, այսպես, էդի նու ոչ թե այն դեպքում, այլ եթե անկախ են կարանք։ Ինչ որ դեպքեր կան, որ անկախ չեն ու էլի կարանք անենք, այսինքն սրանից չի հետևում, որ XY-ը անկախ են, բայց հակառակը ճիշտ է, եթե անկախ են, կարանք հանգիստ այս հակառակգործողությունը անենք։ Հա, բայց մեր նորվա արածը չէ, Չէ։ Գիտեք նորվա արածը որն է, ունեմ երկու հատ փակակ, այս ոնց որ դիմացի yen ասում եմ դու հանգիստ սպասի քո տեղը, ներսի գրած այս արտահայտությունը, ոնց որ գրած լինի a-b անգամ c-d, փակակները բացում են, հետո ասում եմ, բան, մատսպասում երկու բաներ եթե գրած են, ինչ որ բան պլյուս ինչ որ ուրիշ բան, սա նշանակում է առաջին մասի մատսպասում, պլյուս երկրորդ մասի մատսպասում, մի հատ այդ գումարման բանը, հա, այս ցանկացած x + y գումարի մատսպասում, սրա միջինը, նույնն է ինչ որ միջինների գումարը։ Այսինքն եթե ես իմ ունեց ամեն օր հաշվեմ իմ ունեցած փողը, գումարեմ ձեր ունեցած փողը, ամեն օր նայեմ բան, ասենք մեր երկուսի գումարային բյուջեն ինչքան է, ու այդ թվերի միջինն վերցնեմ, այդ նույնն է ինչ որ նայեմ իմ միջին գումարը, իմ միջին ունեցած փողը ու ձեր միջին ունեցած փողը ու գումարեմ իրար։ Այս երկրորդի համար անկախություն պետք չի։ Սա միշտ ճիշտ է, նույնիսկ այն դեպքում, որ x-ն ու y-ը կախված են։ Մենք մեկ էլ այդ օգտագործեցինք, մեկ էլ են, որ x-ը թիվ է, y-ը թիվ է, թվը բազմապատկումը էլի միշտ կարաս դուրս անես։ Անկախություն բանման ինքը պետք է, երբ որ պատահական մեծությունների արտադրյալ է գրած մատսպասման մեջ, այդ դեպքում անկախությունը օգնում է։ Բայց դրանից չենք օգտվել։ Okay, լավ, մերսի շատ։ Շատ լավ։ Ուրիշ հարցեր։ Ուրեմն ունեցանք այս բանաձևը մատսպասման համար։ Հա, ժոր, բայց իրոք ուրիշ հարցեր կան, օրինակ այս բանաձևի հետ կապված, հա, խիսեն սահմանեցիք։ Օրինակ, միգուցե այդքան էլ համոզիչ չէր այդ մեր նոր վարածները, խնդրեմ հարցեր տա։ Դե բայց եթե համոզիչ էր, այս արտահայտությունը օրինակ կարա ասեք, որ դեպքում կլինի 0, ինչ որ ինչ իրավիճակում կլինի 0։ Երբ որ անկախ են։ Շատ ճիշտ է։ Եթե x-ն ու y-ը լինեն անկախ, նշանակում է այս արտահայտության այս առաջին կտորը հավասար կլինի ex անգամ y, այսինքն ստացվում է առաջին կտորից հանած հենց ինքը, այսինքն կտա 0։ Այսի բռնում է էլի մեր ինտուիցիայի հետ։ Եթե պոնչիկի գինը անկախ լինի, ասենք թե բենզինի գնից, ու դու վերցնես ինչ որ երթակահոսակով գրես ու հաշվես պոնչիկի գնի ու բենզինի գնի կովարիացիա, կտա 0։ Եթե անկախ են, ուրեմն 0 է։ Սա լավ արդյունք է, էլի, այսինքն եթե անկախ են, ուրեմն նրանց կովարիացիան 0 է, նշանակում է ոնց որ այդ իրականությունից չի կտրվել, էլի, մեր այս սահմանում, ոնց որ բռնում է այն բանի հետ, մեր պատկերացումների հետ, որ անկախ լինելը նշանակում է ոչ մի կապվածություն չկա, այն հակառակ ծայրահեղությունն էլ ոնց որ ուրեմն նշանակում է ինչ որ կապվածություն կա իրարից, ինչ որ ձև կախված են։ Լավ, օքեյ, ժոր, եթե ամեն դեպքում եթե չեք համոզվել, եկեք մի ուրիշ տենց բան էլ, հա, սահմանում փորձենք տալ, թե նու լավ, սահմանում չէ։ Մի ուրիշ մոտիվացիա էլ բերեմ, թե ինչի է որ կովարիացիան հենց այս բանաձև ենք վերցնում, էլի, այս բանաձև ենք սահմանում։ Հա, մեկ էլ նկատեք, որ այս կովարիացիայի մասին մեր համար կարևոր է իր նշանը։ Եթե կովարիացիան եղավ դրական, այսինքն այն իրավիճակն է, որ ստեղ լրիվ կանաչներ են այս երրորդյան մեջ, նշանակում է մեկը որ աճում է, դա կապված է այն մյուսի աճելու հետ։ Այսինքն զուգահեռաբար են աճում եւ զուգահեռաբար են նվազում։
կովարիացիայի դրական լինելու դեպքը։ Եկեք մի հատ նկար նայենք, այս տեսեք ձախ կողմի կետ պատկերացրեք, հա, ինչ որ տարբեր օրերի վերցրել են, հաշվել են ամեն օրվա համար, ասենք այս-ի, եղել է մեր այդ օրը վաճառված պոնչիկների թիվը, y կոորդինատներ թող ցույց տա այդ օրվա վաճառված մեր ուրեմն կակաոների թիվը։ Պատկերացրեք 1000 տարբեր օրերի հաշվարկներ են արել, չգիտեմ, ստեղ է բացասական այս կողմը, դա մի հարցրեք, ու ամեն օրվա համար մի հատ sense կետով նշել է։ Օր 1, օր 2, օր 3 եւ այլն եւ այլն եւ այլն, որ ընդհանուր անես 20 sense պատկեր, ճիշտ է։ Այդ գրաֆիկ, որի վրա 1000 հատ կետ է, ամեն կետ ունի երկու կոորդինատ։ Ու այդ առաջի կոորդինատը ցույց է տալի այդ օրը քանի պոնչիկա վաճառվել, երկրորդը քանի կակաոյա վաճառվել։ Եթե իրանք sense շարված լինեն, տեսեք ոնց որ այս ձախիվրի նկարի մեջ, ոնց որ երևակայական մի հատ գիծ կարակ տանեք, մտովի գիծ տանեք եւ ասեք ոնց որ թե մտովի գծի երկայնքով է շարված։ Կամ ավելի մարդավարի բան ասեն, ոնց որ թե մեկը որ աճում է, մյուսն էլ է աճում։ Այսինքն զուգահեռաբար առաջին այս նկարի մեջ մեկի աճելու դա կապված է մյուսի աճելու հետ։ Այդ դեպքում ասում ենք դրական կովարիացիա, այսինքն sense եթե տեն մեկ գիծա ու այս sense գծի երկայնքով շարած ու այդ գիծը sense աճելով է գնում, դա դրական կովարիացիա է։ Այս երկրորդ օրինակի դեպքում տեսեք ոնց որ նվազում են, այսինքն երբ որ մեկը sense աճ է գնում, կոպիտ ասած, հա, sense աճում է օրինակ պոնչիկների վաճառքը, ապա նվազում է կակաոների վաճառքը։ Այս երկրորդ գրաֆիկը, ոնց որ նոր շատ լավ նշեցինք, ինքը տիպիկ բանի օրինակ է, գինը քո դրած եւ բանը, պահանջարկը, այսինքն ինչքան մարդ է եկել, այսինքն վաճառքներ օրինակի համար, հա։ Ինչքան գինը մեծացնես, այդքան քիչ մարդ կգա կառնի։ Ինչքան գինը էժանացնես, այդքան շատ մարդ կգա կառնի։ Ու ոնց որ ճիշտ նկատեցիք, այս գաղափարը շատ բան է, շատ սերտորեն կապված է նրա հետ, որ եթե sense որ մի գիծ տանը, լավ, նենց գիծ տանը, sense անկապ գիծ չէ, էլի։ Նենց լավ գիծ տանես, որը հնարավորինս անցնում այս բոլոր բաների միջոցով, դա գծային ռեգրեսիա է կոչվում, հետո կանդրադառնանք, հա, տենց մի քանի դաս հետո։ Այդ գիծը ինքը ցույց է տալու, մի խոսքով բացասական sense նվազում է, թե դրական աճում է։ Դա պատկերացնեք այս անկյունային գործակիցն է, էլի։ Բայց մի խոսքով դա ընդհանրապես էական չի։ Նայում եք նկարին, եթե sense ոնց որ ուղղված է դեպի այս ներքևի ձախ անկյունից դեպի վերևի աջ անկյունը, դա կոչվում այդ դեպքում ուրեմն կովարիացիա դրական է։ Այս դեպքում կովարիացիա բացասական է, եթե հակառակն է։ Իսկ եթե ոչ մի գծի երկայնքով է շարված չեն, sense անկապ կետեր են դրած, այս դեպքում կովարիացիան փոճուր թիվ է, որ ասում ենք թույլ նկատի ունենք փոքր կովարիացիա։ Ասենք 0 ամբողջ դե լավ, այդ մի քիչ այդքան կտեսնենք ինչ որ խնդիր կա, բայց պատկերացնեք 0-ին շատ մոտիկ ինչ որ մի հատ sense կովարիացիա։ Հա, այս երրորդ դեպքը դա է, որ ոչ մի կախում էլ չկար ռոլ։ Վերցրել եք առանցքներից մեկը այդ պոնչիկների վաճառված պոնչիկների թիվը, մյուս առանցքը վերցրել եք, չգիտեմ, ասենք Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում քանի աստիճան ջերմաստիճան ա եղել։ Ոնց որ թե իրար հետ պետք է կախում չունենան, էլ, այսինքն դե շոքած պոնչիկ շատ են առնում, բայց իրար հետ ոչ մի կապացում պետք չունենան։ Այսինքն այդ կապացում չունենալու պահը նշանակում է, որ տեսեք, եղել են եւ այնց օրեր, երբ որ ստեղ շատ պոնչիկ են վաճառել, ունդեղ տաք ա եղել, բայց նաեւ եղել են օրեր, երբ որ շատ պոնչիկ են վաճառել, այնտեղ ցուրտ ա եղել։ Եղել են օրեր, երբ որ այնտեղ ցուրտ ա եղել, ես քիչ պոնչիկ են վաճառել, եղել են օրեր, երբ որ այնտեղ էլի ցուրտ ա եղել, ես շատ պոնչիկ են վաճառել։ Այսինքն ոչ մի փորձում ես շուտ կապ գտնես, օրինաչափություն չկա։ Կարելի է նաեւ ասել, որ որոշներ կովարիացիան ինքը ոչ թե ինչ որ տենց ազդեցությունն է մեկը մյուսի վրա հաշվում, այլ ընդհանրապես փորձում է գտնել օրինաչափություններ, այսինքն դա ընդհանրապես այդ ենք փորձում գտնել։ Okay։ Եթե կա օրինաչափություն, դա դեռ չի նշանակում, էլի որ ինչ-որ բաներ կախված են իրարից, դա ճիշտ է, բայց որպես օրինաչափություն գտնել։ Խոսքով կովարիացիայի նշանն է կարևոր, հա, եթե կանաչներն են ավելի մեծ, թե կարմիրներն են ավելի մեծ, իրանց այդ ընդհանուր ոնց որ գումարային ուժեղությամբ, եթե նայես։ Շատ լավ, հարցեր։ Մեր համար կարևոր է կովարիացիայի նշանը, որ ասենք այս երկու բաների կովարիացիան 300 է, նշանակում է կարող նայեք նշան, ասեք հա դրական է, այդ նշանակում է որ ու հետևություններ, որ ավելի շատ օրինաչափություն են նրա օգտին ախոցում, որ մեկը բարձրացնես, մյուսն էլ է բարձրանում, նվազես, մյուսն էլ է նվազում։ Այս պետքա ոնց որ եթե հարցեր ունեք անպայման տակ, եթե չէ, մի հատ գնաք տանը, մտածեք այս գաղափարի շուրջ, հա։ Ու դասագրքի մեջ է ինչ որ բաներ կոնկրետ օգտակար, բայց այս ամենալավը հասկանում ես, երբ որ դու ինքդ մտածում ես դրա վերաբերյալ։
Լավ, եկեք մի ուրիշ մոտիվացիա է տամխին կովարիացիան տենց սահմանել ու հանգիստ թողեք թե կովարիացիան ոնց ենք սահմանել։ Տեսեք, մենք ուզում ենք կովարիացիան ինչ որ մի ձև չափի, ինչ որ մի ձև հաշվի երկու պատական մեծությունների միջև ինչ կապվածություն կա կամ ինչ կախվածություն կա։ Այդ դեպքում ինչ է էլի, որ այս բանաձևը ինքը այս բանը մեր բարձրացված բանաձևն է։ Խի էլի այս բանաձևը ինչ կապ ունի, սա ոնց է ցույց տալի երկու բաների միջև կապվածությունը, որովհետև տարօրինակ բանաձև է այնքան ամեն դեպքում էլի։ Այս հարցին պատասխանելու համար մեզ կօգնի են, որ հիշենք, որ երկու բաների, տեսեք, գումարի վարիացիան, եթե ուներ գումարի մացպասում, դա հանգիստ ձևով գրում ես հատուցար մացպասումների գումար, EX + Y հասար EX + YY։ Բայց վարիացիայի դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Երկու բաների գումարի վարիացիան, եթե հետ գնանք նախորդ դասի այդ սլայդները նայենք, կտենանք, որ ոսկե վարիացիա X + Y հավասար չի վարիացիա X + վարիացիա Y, այլ որ փակագծերը բացես եւ այլն անես, այս գումարի վարիացիան հավասար առանձին վարիացիաների գումար պլյուս ինչ որ մի հատ sense անհայտ օբյեկտ, երկու անգամ EXY հանած EX անգամ YY, որը վստահ եմ նկատում եք, որ այսքանը հենց այնա ինչ որ մենք սահմանել ենք որպես կովարիացիա, հա։ Այս անհայտ օբյեկտը ինչ է ցույց տալիս, ժողովուրդ, ինքը ով է, խիա էլի, որ ինքը կարևոր բան է այս փակագծի մեջ գրված արտահայտությունը, եւ ինչ կապ ունի դա երկու XY-ի միջև օրինաչափություն լինել չլինելու հարցի հետ, ոնց որ երկու ծայրակ դեպքեր նայենք։ Եթե X-ն ու Y-ը օրինակ անկախ են, կարանք ասենք, որ բանա, չէ, վարիացիա X + Y-ը հավասար է վարիացիա X + վարիացիա Y։ Այս տակի գրածը ոնց որ նախորդ դասի հատկություն թեորեմներից մեկն էր, էլի։ Եթե անկախ են, խնդիր չկա, գումարի վարիացիան ասա վարիացիաների գումար։ Այլ կերպ ասած, եթե անկախ են, այդ վերջին գրած այդ քո այս արտադրիչը, որ ստեղ կա, սա 0 է։ Չէ՞, այսինքն սա 0 է, եթե իրանք անկախ են։ Այնո ինչ որ մի քիչ առաջ մենք էլի ասացինք, կա EXY-ը հավասար է X անգամ Y, այսինքն թե անկախ են, սա տեսանք, որ լավա 0 է, օքեյ։ Եթե կախված, եթե նես լավ տենց իրարից զգալի կերպով կախում ունեն, այսինքն իրարից ինչ որ ձև կապվածություն ունեն, օրինակ պատկերացրեք Y հավասարնի 2x, հա, եկեք այս արտադրության մեջ տեղադրենք Y հավասար է 2x, տենանք, երբ որ իրարից կախված են, այս աչևրի գրած արտադրությունը ինչ բան է, մեծ է, փոքր է, 0 է, 0 չի, եթե գրեք վարիացիա X + Y հավասար է ու այս բանաձևը դնենք, այս բանաձևի մեջ ուրեմն ինչ ենք անում, նայում ենք այն դեպքը, երբ որ Y-ը X-ից նենց լավ, նենց ակնհայտորեն կախված է։ Վերցնում ենք, տեղադրում ենք Y-ի տեղը 2x, հիշում ենք, որ վարիացիա հաստատուն անգամ x, հաստատունը քառակուսիով դուրս է գալու։ Այս 2-ի տեղը ունենում եմ 4 անգամ վարիացիա, որտեղ 2-ի քառակուսի անգամ վարիացիա x։ Այս երկու բաները իրար հետ կարամ ուրեմն համախմբեմ, ասեմ, հավասար է 5 անգամ վարիացիա x, եւ հոսքո վարիացիա X + Y-ը այս դեպքում հավասար է 5 հատ վարիացիա x գումարած 2 անգամ այսօր ճականակագույնով նշել ենք այդ կտորը։ Մյուս կողմից էսի պետք է հավասար լինի, ինչի պետք է հավասար լինի, x գումարած 2x, չէ՞։ Այսինքն գումարային տալիս է 3x-ի վարիացիան, վարիացիա 3x-ը հավասար է 9 անգամ վարիացիա x։ Էլի այդ հաստատունը իր քառակուսիով է դուրս գալիս։ Այսինքն մի կողմից այս վարիացիան սրան է հավասար, մյուս կողմից վարիացիան այս սրան է հավասար, 9 անգամ var x։ Եկեք այս վերջի կտորը անանենք։ Լավ, այսինքն այն դեպքում, որ x-ն ու y-ը ներկայացած լավ հավեսով կախված են, այս առաջի գումարելին 5 վարիանս x-ը, 5 վարիանս x-ին գումարում ես 2 հատ այդ քո այդ կտորը, տալիս է 9 վարիանս x։ Ուրեմն այս քո այս գումարած կտորը պետք է ընտակի 4 հատ վարիանս x-ը լինի, այսինքն այսքանը հավասար է 2 անգամ վարիանս x։ Եթե ինչ-որ բան չեմ սխալ գրել, հա, 2 անգամ վարիանս x-ը տալի, որը շատ հեռու է 0 ելնելուց։ Այսինքն ժողովուրդ, ինչ եմ ուզում ասեմ, այս երկու կետեր, որ ստեղ գրած են, իրանք ցույց են տալի, որ վարիանս x գումարած y-ը, եթե իրանք անկախ են, ապա հավասար է var x գումարած var y։ Եթե անկախ չեն, այլ նես լավ հավեսով կախված են, ապա սա հավասար է սրան գումարածես, գումարած որ այս հակագծերի մեջ գրած, ինչ որ մի հատ երրորդ գումարելի։ Ու այդ երրորդ գումարելին, տեսեք, ինչ որ 0-ին մոտիկ բան չի, էլի, 2 անգամ վարիացիա x։ Կարող վարիացիա x-ը լինի 1000, այսինքն մեծ արտահայտություն կարա լինի։
Այսինքն այս վերջին կտորը ցույց է տալի, թե variance x գումարած variance y-ին ինչ է պետք ավելացնել, ինչ է պետք գումարել, որովհետեւ ստանաս variance x + y։ Ու այն ինչ որ պետք է գումարել, ինքը կլինի 0, եթե անկախ լինեն, եթե կախված լինեն, կլինի մեծ թիվ։ Այսինքն ոնց որ այս վերջին կտորի, այս փակագծերի մեջ գրած կտորի մեծ լինելը ցույց է տալի, որ ոնց որ ինչ որ մի կախվածություն կա, որը պետք է գումարել իրար, որ ստացվի սա։ Այսինքն ուրիշ լեզվով, ուրիշ բառերով եթե ասենք, եթե համարում ես, որ եթե վերցնում գրում ես վարիացիա x գումարած վարիացիա y ու ասում ես էսի դե մոտավորապես հավասար է variance x + y-ին, նախ սխալ ես ասում, մոտավորապես հավասար չեն, եւ երկրորդ այսանց միջև եղած տարբերությունը, հա, սրանից հանած ես, ինչքան են հեռու իրարից, հենց այդ իրարից հեռավորության չափը ցույց է տալի այս վերջին կտորը։ Այսինքն վերջին կտորը ցույց է տալի ինչքանով է այս արտահայտությունը հեռու սրանից։ Այսինքն եթե իրանք իրարից անկախ լինեին, ինչքանով այդ իրավիճակը հեռու կլիներ հիմիկվա իրավիճակից, այսինքն ինչքանով է հիմա, որ իրանք իրարից անկախ չեն։ Ոնց որ բանը, մի քիչ ամեն դեպքում պետք է մտածել ես դրա շուրջ ու հարցեր տա։ Քո այս վերջին կտորը ինչքան մեծ եղավ, նշանակում է variance x-ն ու variance x-ն y-ը իրարից անկախ չեն։ Ինչքան ավելի մեծ, այդքան ավելի չանկախ են իրարից, այդքան ավելի կախված են իրարից։ Այսինքն այս վերջի կտորը չափում է, անկախ չլինելու չափը, այսինքն կախվածության չափը։ Ոնց որ որպես կանոն variance x + y-ը հավասար է սրան, եթե հավասար չի սրան, շատ հեռու է արտահայտությունից, եթե իրանք անկախ են, եթե իրանք կախված են իրարից, իսկ եթե անկախ են, ապա խնդիր չկա, հավասար է։ Այսինքն եթե վերցնես այս սրանց միջև եղած տարբերությունը, variance x + y հանած գումարների վարիացիա։ Ինչքանով է սա շեղված, ինչքանով է սա սխալ, ինչքանով է սա հեռու variance x + y-ից, անգլերեն ասում են failure of this expression to capture as գումարային as ոնց որ վարիացիան, հա, այսինքն ինչքանով է սա ձախողվում այդ գործում, ինչքանով է էսի օգտագործելը հեռու իրականությունից, այդ իրականությունից հեռու լինելու չափը ինքը ցույց է տալի ինչքան են x-ն ու y-ը կախված, որովհետև եթե խոսքով բացատրությունն է դա, թե 0 է, ուրեմն անկախ են, ինչքան էսի մեծ, այդքան իրենց կախված։ Ու տենց, այս հենց այդ տարբերությունն է, հենց կովարիացիան է սահմանում, ավելի սրա կովարիացիան խոսքով սրա կեսն է սահմանում, էլի։ Ու տենց, կովարիացիա x-y-ը հենց այս բացատրության համաձայն կարող ասել, որ ինքը ցույց է տալի այդ բաների x-ի y-ի միջև կախվածության ինչ որ մի տենց չափ։ Բայց այս ոնց որ տենց ուղղակի այլընտրանքային կողքից, եթե մեզ հետաքրքիր է, էլի այդ բանձևը խոսքով ինչով է կախարდა, խի էլի x անգամ y հանց xy այդ ինչ բան ցույց տալիս, դուք դրա մեկնաբանություններ մեզ հետագայում սա պետք չի գալու։ Բայց հետաքրքիր բան է միգուցե ու ժողովուրդ կխնդրեմ հարցեր տաք, հա, ինչ կասեք այս մասին, ինչ հարցեր ունենք։ Եթե հարցեր չունենք, համարենք, որ ուրեմն այդ կովարիացիայի սահմանը տվեցինք, հատկություններ նայենք, երկու բաներ միջև կովարիացիա, մի հատ էլ օրինակ կնայենք ու կանցնենք առաջ։ Դե ժողովուրդ, x-ի եթե գրեմ պոնչիկի գին կակաոյի գին ունեցած կախումը, դա նույնն է ինչ որ կակաոյի գին ստորակետ պոնչիկ ունեցած կախումը։ Այսինքն այս կարող շատ հանգիստ տեղերով փոխեք եւ հիշեք, որ ոնց որ սիմետրիկ է, x-y կովարիացիան, y-x կովարիացիան է։ Իրական բանաձևորեն, որ բանաձևի մեջ y-x-ի տեղերը փոխես, ոչ մի բան չի փոխում, չէ՞, բանաձևը։ Ուրեմն սա ճիշտ է։ Կովարիացիան ժողովուրդ նման է, շատ մատսպասումին է նման, քան թե վարիացիային է նման, էլի։ Ինքը իր մեջ երբ որ բազմապատկում ես օրինակ x-ը հաստատունով, հաստատունը դուրս է գալի։ Նույնիսկ եթե բազմապատկենք a անգամ y, հա, y-ը հաստատունով, այդ հաստատունը էլի դուրս կգար առանց քառակուսու։ Եթե գումարն ես նայում ինչ-որ բաների, օրինակ կովարիացիա x գումարած y, այսինքն կակաոների թիվ գումարած թեյերի թիվը եւ պոնչիկից ես ուզում համատեսել դրանց կախվածությունը, կարս առանձին մի հատ կակաոյի գնի համար է տանես, հետո մի հատ էլ թեյի գնի համար անես ու գումարես սրանք իրար։ Այսինքն կովարիացիան խնդիր չունի այդ առումով, կարող հարցնեք, իսկ եթե լներ sense կովարիացիա x ստորակետ y + z, սա էլ էր հավասար լինելու, այո, էս էլ էր հավասար լինելու կովարիացիա x y գումարած կովարիացիա x այս անգամ z։ Այսինքն հանգիստ ոնց որ փակագծերը բացելու գործողություն ունի, էլի, որ գրեիր x-ը բազմապատկած է y գումարած z-ով, կարաս հանգիստ փակագծերը բացել, չէ՞, սա սրա հետ ու x-ը z-ի հետ։
Թե ինչ է էսի ճիշտ, կարող ապացուցեք օգտվելով օրինակ այս առաջին կետից ու երրորդ կետից կամ ոնց ուզեք։ Հա, այսինքն այս օգտակար խնդիր է էլի տանը պարապելու համար։ Այս 4 հատկությունը նոր տեսա, հա, վարիացիա x1 գումարած x2 կամ վարիացիա x + y-ը հավասար է վարիացիա x գումարած վարիացիա y գումարած երկու անգամ կովարիացիա ու էսի այդ իրար կախվածության չափն է ցույց տալիս, էլի ոնց որ ինչքանով են կախված, ինչքանով է քո այս գործիքը կովարիացիան կարող երկու բաների միջև այդ կախվածությունը գտնի։ Էս այդ նորա բանաձևն է։ Հետարքիր բան, ժողովուրդ, եթե y-ը x-ին հավասար լիներ, կովարիացիա x ստորակետ x, այսինքն x-ի կախումը ինքը իրանից որ գրեր, չէ՞, էսի եկեք մի հատ բանաձևորեն հասկանանք ով է, լինելու էր մացպասում x հանած x, հիմա պետքա գրեմ էսի բազմապատկած y հանած y, բայց էլի գրում եմ x հանած x, որտեղ y-ն ու x-ը նույնն է, չէ՞։ Այս ներսի գրածը ինչ է, ասում է սա ինքը իր այդ բազմապատկած, այսինքն սրա քառակուսի։ Կարամ ես բաները կճատեմ, այսպես անը։ Բայց սա քառակուսին որ դու նայես, ինքը հենց էսի հենց վարիացիան է, չէ՞, այսինքն էսի հավասար է վարիացիա x։ Այսինքն ինքը իր հետ կովարիացիան, դա նույն վարիացիան է։ Իրական մտածից է գալիս այդ կովարիացիա, այսինքն covariance-ը, հա։ Variance նշանակում է ինչ որ բանի այդ փոփոխվածության չափը, փոփոխականությունը, որքանով ինքը փոփոխվում, այսինքն իր արժեքների շուրջ sense բարձրամիջնում։ Կովարիացիա այդ կոն ոնց որ նկատի ունի իրար հետ, մեկը մյուսից կախված կամ համատեղ, հա, տենց ինչ որ մի ձև կարելի է բան անել, կովարիացիա, այսինքն x-ը եւ y-ը իրարից, մեկը մյուսից, որքանով է ոնց որ իրար հետ համատեղ, որքանով են իրանք փոփոխվում։ Այսինքն երկրորդ մի քիչ փոխում ես, այն x-ը ոնց է փոփոխվում, էլի մեկը մյուսի նկատմամբ։ Դեցան կոն այդ նկատմամբն է, էլի x y-ի նկատմամբ ոնց է vary-անում փոփոխվում։ Այդպես Այս 5-րդը ուղղակի օգտակար բան է, հա, այսինքն ինչ որ միտեղ կարող ես պետք է, եթե դες կովարիացիա ինքը իր հետ, այդ նույն վարիացիան է։ Կարելի է իրականացնել ինչ որ մի ձև մեկնաբանել, բայց մենք հələ որ տես բան չենք անի։ Դուք կֆիքսենք որ ուսկով կովարիացիան երկու բանի միջև ցույց է տալի դրանց կախվածությունը։ Իսկ եթե օրինակ պոնչիկի ու կակաոյի վաճառքներն են ասել, որ չոտկի, ասենք x պոնչիկա ծախվել, ուրեմն 2x կակաո կամ հակառակը էլի, այսինքն այնտեղ երկու վարիանտ x-էր գալու, հա։ Եկեք մտածենք, հա, երկու անգամ վարիացիա x-էր լինելու, որովհետև ունենալու է կովարիացիա, չէ, x ստորակետ 2x, այդ երկուսը հանգիստ դուրս կար ստացվել երկու անգամ կովարիացիա x, այդ էլ ոնց որ նշեցիք լինելու էր վարիացիա x, երկու անգամ վարիացիա x, որը էլի կարելի է մեկնաբանել ինչ-որ մի ձևի, բայց մի քիչ տենց ու այս բանը մտքով չի անցնում ինչ-որ մի ձև որ շատ սիրուն մեկնաբանվի էլ մի քիչ կորած մոլորված մեկնաբանություն առնելու բայց ոսկով վարիացիան դա նույն կովարիացիան է ինքը իր հետ երբ որ դու նայես իրական որ հասնենք վերջին սլայդին այնտեղ շատ գեղեցիկ բաներ է բացահայտվելու որը հիմա սպոյլ չեմ անի եթե ընթացքում այդ ջոգենք շատ լավ եթե չէ վերջում կֆիքսենք Շատ լավ, ուրիշ հարցեր։ Հայկ ջան, իսկ կարա կովարիացիան օրինակ 3 պատակամեջության համար նայենք։ Շատ լավ հարց է։ Ես տես բան չգիտեմ։ Այսինքն պետքա որ ինչ որ մի ձև հնարավոր լինի դա անել, բայց ես չգիտեմ թե ոնց։ Կարանք նայենք օրինակ զույգ հարզույգ մի հատ x-y-ի կովարիացիա, մի հատ y-ի ու z-ի, մի հատ z-ի ու x-ի, ու այդ 3 թվերից ինչ որ ձև աշխատենք, բայց լավ բան եք ասում։ Կարելի է հետո նա դաս հետո Google-եմ տնամ, եթե շնորհակալություն շատ ես էլ կնամ։ Ահա։ Այդ արկիր բան եք ասում շատ։ Հեսա մի երկու օրինակ կհաշվենք, ինքը շատ կարևոր գործիք է կովարիացիան, որ նա ինչով է կարևոր, երբ որ դու ուզում ես հասկանաս երկու բանի միջև կախվածություն կա, թե չկա։ Այսինքն սկսած այն դեպքից, երբ որ դու ինչ-որ խանութ ունես, ուզում ես հասկանաս, հիմա որ սրա գինը բարձրացնեմ, դե հա բանջարը կընկնի, բայց ինչքանով կընկնի օրինակի համար այդ կախվածությունը։ Երկրորդ, երբ որ ML-ում մենք ինչ-որ բաներ անենք data ինչ-որ տվյալների հետ, ու ասենք չգիտեմ, փորձենք օրինակի համար գուշակել իմանալով տունը քանի քառակուսիմետր է, գուշակենք գինը ինչքան կլինի։ Մեզ օգտակար կլինի իմանալ, թե տան մակերեսը քառակուսիմետր է, ինչպիսի կախվածության մեջ է տան գնի հետ։ Այսինքն սա օգտակար գործիք է, դու գնաս data հավաքես ու մեկը մյուսից ունեցած կախվածությունը փորձես մի բանի կախվածությունը մյուսից
իմանաս։ Դա օգտակար գիտելիք է քեզ տալի, էլի դու դրան հետ օգտեն, որ շատ ենք օգտագործելու այս կովարիացիա գործիքը։ Մենք չխափում կովարիացիան չէ մի քիչ ուրիշ բան, որին հեսա կանդրադառնա։ Դե ժողովուրդ, հա, մեկ եթե ենք անկախ են կովարիացիան 0 է, բայց հակառակը ճիշտ չէ։ Եթե կովարիացիան 0 է, այդ չի նշանակում, որ անկախ են, դրան ասում են չկորելացված, uncorrelated։ Այդ կանդրադառնանք այդ տերմինին, ինքը իրանով ես միշտ բան չի ասում, էլի, ոնց որ կովարիացիա 0-ն այդ համարյա անկախ են, բայց չի նշանակում անկախ, բայց համարյա անկախ են, էլի, կարող ոնց որ համարեք, որ նման մի բան է։ Սա կանդրադառնանք մի քիչ հետո, թե ինչա նշանակում։ Լավ, եկեք մի հատ էլ օրինակ նայենք։ Պատկերացրեք 3 հատ մետաղդրամ ենք նետում, կարող լինի sense գիր ղուր, հա, կարող լինի ղուր գիր, ինչ ասես կարող լինի։ Եվ x-ով նշանակում ենք քանի հատ ասենք թե գիր է անկել, y-ով քանի հատ ղուր է անկել, հա, heads tails։ Ուզում եմ հաշվեմ x-ի ու y-ի միջև կովարիացիա։ Երկու абստրակտ բաներ են, էլի, x-ը քանակն է գիր ընկածների, y-ը ղուշերի, դրանց միջև կովարիացիան, ինչ որ կապվածություն։ Ընդ որում կարաք գլխանց ասեք, այդ կովարիացիան դրական կլինի, թե բացասական ըստ ձեզ։ Ասեք, ինչքան շատ գիր ընկած լինի, այդքան շատ ղուշ պետք է ընկած լինի, թե ոնց։ Բացասական է։ Ահա, այսքան հակառակ չէ, ընդհանուր 3 անգամ եմ նետել։ Եթե մի հատը գիր է, երկու հատը ղուշ է, եթե երկու հատն է ղուշ, այդ երկու հատն է գիր, մի հատն է ղուշ, այսինքն հակառակ է, չէ՞, ինչքան շատ գիր, այդքան քիչ ղուշ։ Կարամ դաժե բան անեմ, չէ՞, ավելի խելացի ձևով գրեմ, որ x գումարած y-ը հավասար է, ինչ է հավասար։ Այսինքն եկական մետաղդրամ ես նետում, նայում ես քանի հատ գիր ընկա, քանի հատ ղուշ ընկա, գումարում ես այդ թվերը իրար, ինչ պետք է տա այդ թիվը։ Չէ՞ տարբերակներ։ Ոնց որ սև ոչխարների թիվ, որ գումարած սպիտակ ոչխարների թիվը պետք է, ըհը։ 1 Չէ, ուրիշ բան փորձենք։ 3, ես Ըհը։ Համաձայն եք, չէ, 3։ Ասում ես 3 անգամ նետել եմ մետաղդրամ, ենթադրենք ինչ որ sense բան ա լինում, էլի, ինչ որ գիր ղուր։ Հա շատ լավ։ X-ը կլինի 2, Y-ը կլինի 1, բայց գումարային ինչ ուզում է, ոնց որ ինչ ուզում է անի, էլի, գումարային պետքա տա 3։ Այսինքն բոլոր նետումների քանակն է X + Y-ը, էլի։ Ամեն նետում կամ գիրա կամ ղուր, այս X գումարած Y-ը n-րած թիվը գումարած n-րած թվին կտա բոլոր նետումների թիվը, այսինքն 3։ Այսինքն եկամ կարակ ստեղ տանեք, դնեք այս բանձերի մեջ, գրեք կովարիացիա x, y-ի տեղը գրեք, որ ուրեմն y-ը հավասար է 3 հանած x, ստեղ տեղադրեք 3 հանած x, նես չի, որ մեր խնդիրը սրանով շատ է հեշտանում, բայց ասենք ես էլ արդեն կարեք այդ բանաձևի մեջ դնենք, հա, որ մատսպասում, ստեղ x անգամ y ենք գրում, հանած եւ այլն, կարելի է այդպես բաներ անել։ Բայց ամեն դեպքում եկեք մի հատ սահմանումից օգտվելով փորձենք լուծել։ Շատ լավ, ուրեմն այդ դեպքում հաշվեմ, էլի կովարիացիան ոնց է, միանգամից ասացիք, որ դրական է, եկեք համոզվենք դրան։ Նախ x-ի ու y-ի հնարավոր արժեքները որոնք են։ Կարա x-ը լինի 0, y-ը 3, այսինքն 0 հատ գիր, 3 հատ ղուշ, մի հատ գիր, 2 հատ ղուշ, 2 հատ գիր, մի հատ ղուշ, 3 հատ գիր, 0 հատ ղուշ։ Այս 4 հնարավոր դեպքերն են։ Ընդդեմ եթե հավանականությունները հաշվես, ասենք ինչքան է հավանական, որ կլինի ուղիղ մի հատ գիր, ուղիղ 2 հատ ղուշ։ Այս ոնց որ 3 հատ դեպք է ծածկում, չէ՞։ Որպեսզի ուղիղ մի հատ գիրը լինի 2 հատ ղուշ, կարա սենց լինի գիր ղուշ ղուշ կամ ղուշ գիր ղուշ կամ ղուշ ղուշ գիր։ Հա, այս ոնց որ այս հաշտարը վերցնում եք, մի հատ սկզբում եք դնում, մի հատ մեջտեղ, մի հատ երրորդ դեպքում։ Այսինքն ընդհանուր բոլոր հնարավոր դեպքերի քանակությունը, եթե դու հաշվի առնես, որ 3 հատ կոպեկ ես նետել, ամեն մի կոպեկի վրա 2 հնարավոր տարբերակ կա, բոլոր հնարավոր տարբերակները լինում են 8 հատ, այդ 8 հատից այս 3 հատի դեպքում ունենում ես, որ x-ը 1 է եւ միևնույն ժամանակ y-ը 2։ Այսինքն 8 դեպքից 3-ն են, չէ՞։ Այսինքն այս հավանականությունը հավասար է 3/8։ Ոնց որ ըստեյության հետ եմ ուզում ասել։ Եթե 8 հատ հնարավոր տարբերակ կա, բոլոր տարբերակները գրեք, էլի, այսինքն գրեք գիր, ղուշ, գիր, չգիտեմ, գիր, ղուշ եւ այլն։ Ինչ որ ձև 8 հատը գրեք, դրանք որ 8 հատից 3-ն են այս դեպքին բավարարում։ Իհարկե կարող ուրիշ ավելի զարգացած տեխնոլոգիաներ օգտագործենք այս դրա լուծելու մեջ, բայց ոնց որ սենց էլ է, լավ։ Հա, օրինակի համար այսքան ժողովուրդ այս 1-2 զույգի ելնելու հավանականությունը
Հա, քան որ իրականությունը 1/8 է, հավանականությունը որ x-ը 1 կլինի y-ը 2, դա է 3/8։ Այսինքն այս հավանականությունը 3/8 է։ Նույն ձև, սա սիմետրիկ են ստեղ։ Այս 2 1-ի հավանականությունն էլ է 3/8, այսինքն ստեղ որ գրեի x-ը 2, y-ը 1, հա, այդ sense գրեի։ Սա հավանականությունը նույնպես 3/8 է։ Ոնց որ կարող նույն ձև համոզվեք, որ այս 0-3 ընկնելու հավանականությունը 1/8 է, 3-0 ընկնելունը 1/8։ Այսինքն որ 3-ն է գիր ընկնեն, 3-ն է հուշ ընկնեն, դրա հավանականությունը 1/8 է։ Մի խոսքով ժողովուրդ, մեզ պետք է յուրաքանչյուր հնարավոր ելքի դեպքում, ելք ասելով նկատի ունեմ օրինակ գիր հուշ, այդ եռյակները։ Ամեն մի եռյակ մի հատ ելք է։ Յուրաքանչյուր ելքի դեպքում x-ը ընդունում է ինչ-որ մի արժեք եւ y-ն ընդունում ինչ-որ մի արժեք։ X-ը 0, այդ միևնույն ժամանակ y-ը 3, հավանականությունը դրա 1/8 է։ X-ը լինի 1, միևնույն ժամանակ y-ը 2, դրան 3/8 է։ X-ը լինի 2, y-ը 1 եւ այլն։ Հա, կարող համոզվեք, սա ոնց որ մի թեթև խոսացել ենք այս դրա մասին, բայց այդպես անուն ինչ որ հիմնարար չենք տվել։ Սա կոչվում է x-ի եւ y-ի համատեղ բաշխման, ոնց որ կարելի ասել աղուսա կամ համատեղ բաշխման օրենք կամ համատեղ բաշխման PMF-ն է ըստեղության, է։ Որ ասեմ համատեղ նկատի ունեմ x-ը ինչա ընդունում եւ այդ արժեքին համապատասխան y-ը ինչա լինում։ Հա, անգլերեն ասում են joint distribution։ Մի խոսքով 8 հատ հնարավոր դեպք կա, այդ 8 հատ դեպքը ծնում են x-y-ի 4 հատ հնարավոր զույգեր, 0, 3, 1, 2 եւ այլն։ Ամեն մեկի հավանականությունը հաշվեցի։ Դե հիմա մեզ ինչա պետք x-ի եւ y-ի կովարիացիան է պետք հաշվել։ Դրա համար մի հատ x-ի մատսպասումն եմ հաշվում, հա, x-ի մատսպասումը եթե այս ամեն մեկը բազմապատիկ իր հավանականությունով կստանանք 1.5, հա, 3/2։ Y-ի հավանական y-ի մատսպասումն էլ է տալի 1.5, x-ի արժեքներից հանենք իրենց միջին, y-ի արժեքներից հանենք իրենց միջին, տեսեք, բոլոր այս ստեգրած թվերից հանում եմ x-ի միջինը, բոլոր ստեգրած թվերից հանում եմ y-ի միջինը, այսինքն ամբողջ սյան երկայնքով այդ գործողությունը ես պետք է անեմ։ Անում եմ այդ, այստեղ տալիս է այս թվերը։ Հետո մատը բազմապատկում եմ, -1.5-ը 1.5-ի հետ տալիս է -6.25, -0.5-ը 0.5-ի հետ տալիս է -0.25։ Մի խոսքով, այս կարակ ստուգեք, բայց անկապ բան է, էլի թվաբանական գործ է։ Հաշվում եմ, ստացվում է, որ այս արտադրյալը ընդունում է երկու հնարավոր արժեք։ Արժեքներից մեկն է 2 -2.25, դա մի արժեք, մյուս արժեքն է -0.25, սրա հավանականությունը այսքան է, նրա հավանականությունը այնքան է։ Հա, ըստեղ ոնց որ էսի 0.25 է, էսի 0.75։ Ու ասում ենք շատ լավ, ժողովուրդ, եկեք միջինացնենք այս արտադրությունը, այսինքն 0.25-ը բազմապատկենք -2.25-ով, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այս արժեքը ընդունում է այսքան հավանականությամբ։ Եկեք վերցնենք այդ երկու թվերը բազմապատկենք իրարով, այս երկու թվերն էլ իրարով բազմապատկենք ու գումարենք։ Այսինքն հաշվենք թե միջինում ինչ արժեք է ընդունում այստեղ գրած այս արտահայտությունը x հանած y(x) անգամ y հանած y)։ Մի խոսքով որ զուտ բանաձևին եմ հետևում, ուղղակի մեջը 18 հատ հաշվելու բան կա։ Բոլորը հաշվում եմ եւ այլն, տեղում եմ բանաձևի մեջ տալիս է, որ կովարիացիան հավասար է -0.75։ Ոնց որ տեսնում ենք, բացասական ինչ որ բան է տալիս, եւ այդ նշանակում է, որ այո, երբ որ x-ը մեծանում է, y-ը որպես կանոն, օրինաչափությունը այն է, որ x-ի մեծանալուն զուգահեռ y-ը փոքրանում է, եւ y-ը փոքրանում է, x-ը փոքրանում է, ուրեմն y-ը պետք է մեծանա։ Ու իրոք տենց է, էլի այդ կոպեկի օրինակում շատ սիրուն ձևի x-ը կախված է y-ից, y-ը կախված է x-ից, y կախված է y հանած x։ Ու տենց ստացվեց կովարիացիան -0.75։ Բայց այս թիվը ինչ է ցույց տալիս, հա, որ ես կամ ձեզ ասեմ, գիտեք, երկու բաներ կան, դրանց կովարիացիան -0.75 է։ Այդ ինչ է ցույց տալիս այդ թիվը, այդ -0.75 արտահայտությունը։ Դե ոնց որ Okay, նշանը հասկացանք, հա, նշանը, եթե բացասական է, ուրեմն այն մեկը, որ աճում է, մյուսը նվազում է։ Գին եւ պահանջարկ այդ նույն այդ իրավիճակն է։ Բայց այս 0.75-ները ստեղ թե ելներ, ասենք թե 100, թե լիներ 0.006, ինչա ցույց տալիս այդ 0.75 արտահայտությունն, էլի, ոնց է կարելի է մեկնաբանել։ Ինչքանով է փոխվում, հա, մեկի ազդեցությամբ։ Ահա։ Շատ լավ մեկնաբանություն է։ Ոնց որ իրական այո, միջինում երբ որ այս մեր x-ը իր մատսպասումից մի հատով ավելանա,
մի հատով վերև շարժվի կամ մի հատով ներքև շարժվի, այսինքն այսօր մի պոնչիկ ավել եմ վաճառել կամ մի պոնչիկ քիչ եմ վաճառել, այս թիվը ցույց է տալի, թե y-ը, այդ դրան համապատասխան կականների թիվը իր միջինից ինչքանով վերև կամ ինչքանով ներքև։ Այսինքն թե ասեմ այսօր բայց բան էլի մի քիչ այդ թիվը իդեալական չի, այլ մոտավորապես ինչ որ իմ ասածն է, իմ ասածի հետ ինչ որ տենց իրար հետ ինչ որ կապացություն կա, իրականում ես կարող եմ ասեմ sense, չէ, եթե այսօր մի հատ գիր ավել է անկե, ուրեմն մի հատ ղուր պակաս է անկե, դրանց գումարը պետք է տա 1, այսինքն այս տիպը դիլներ -1, բայց այս ոնց որ մոտավորապես է, որքան ինչպես որ վարիանսն է մոտավորապես ցույց տալի, վարիանսի արմատը ցույց տալի, մոտավորապես միջինից ինչքանով է հեռու, տենց էլ է, մոտավորապես ցույց է տալի x-ը որ մի միավոր ավելացնես, y-ը ինչքանով կաճի կամ կնվազի։ Բայց ինքը իրանով, եթե ես կոնտեքստը չգիտեմ, թե x-ը ով է, y-ով է, այս թիվը 0.75 կարող լիներ 100, չէ, կարող լիներ 2000, ինքը ոչ մի ինչ-որ բան ցույց չի տալի։ Նու օգտակար բան չի։ Տեսեք, երբ որ կովարիացիայի մասին ենք խոսում, ինչ թիվ ասես կարող լինի մեծ թիվ, փոքր թիվ, դրական, բացասական, 0 կարող լինի, նշանը կարևոր է, այդ ամբողջ բանի մեջ նշանը կարևոր է, բայց իր մոդուլը մեծությունը այդքան էլ օգտակար բան չի։ Շատ լավ, սենց օրինակ բերենք, պատկերացնենք y-ը այդ իդեալական ձևի x-ից կախված է, հա, y-ը հավասար է 2x։ Այդտեղ կովարիացիա x-y-ը եթե դու հաշվես, կունենաս կովարիացիա x 2x, շատ լավ է, հա, ինչ որ ինչ է տալու 2 անգամ x-ի վարիացիան, ասենք 2 անգամ վարիացիա x։ Հիմա լավ է, ասենք պատկերացրեք վարիացիա x-ն էլ 10 է, այսքանը 10 է, կտա հավասար է 20։ Եթե ես վաղը որոշեմ, որ պետքա հաշվեմ ոչ թե x-y-ի կովարիացիան, այլ ասենք x-ը 10 անգամ մեծանա, x-ի տեղ վերցնեմ 10x, թե y-ն է դառնա 20x։ Տեսեք, էլի կախվածություն ունեն իրարից, էլի իրարից կախված են։ Բայց դա որ տեղադրեմ 10x 20x, այսինքն այս բոլոր թվերը վերցնեմ, ուղղակի բազմապատկեմ 10-ով, կստացվի 200 անգամ վարիացիա x, այսինքն կստացվի 100 անգամ ավելի մեծ թիվ, քան վերևինը։ Բայց այս դեպքում էլ են իրանք իրարից կախված, ու այդ կախվածությունը նույն բանաձևով է տրված, նույն բանաձևով։ Այս վերևի դեպքում էլ են իրանք իրարից կախված, եւ կախվածությունը տված է նույն բանաձևով, y-ը հավասար է 2x։ Բայց մի դեպքում ստացվում է 20, մի դեպքում ստացվում է ինչ 2000։ Այսինքն այս դեպքում 100 անգամ ավելի մեծ թիվ է ստացվում։ Այսինքն դու կարաս հենց այս տեղը քո կովարիացիան լիքը մեծանա, 100 անգամ մեծանա, բայց այդ 100 անգամ մեծանալը ոչ մի ձև կապ չունենա նրա հետ, թե իրականում x-y-ի կախվածությունը ոնց է։ Տեսեք, այս վերևի դեպքում էլ է x-y-ի կախվածությունը նույնն է, ներքևի դեպքում էլ x-ի կախվածությունը նույնն է։ Կամ եթե կուզեք 20x-ի եւ 10x-ի կախվածությունը նույնն է, էլի, այս միշտ երկրորդը հավասար է առաջի կրկնապատիկին, բայց ոնց որ դա գնում կորում է նրա մեջ, որտեղ ունենում է sense մեծ արտահայտություններ։ Այսինքն այդ կովարիացիայի թիվը թե ինքը ինչքան է վերադարձնում, այդ արժեքի, ասենք -0.75 գտնելը դա շատ բան ցույց չի տալի, էլի, կարող է դու ինչ-որ բան ես հաշվել, որտեղ x-ն ու y-ը ուղղակի փուճուր թվեր են։ X-ը ինչ որ, չգիտեմ, մարդու հասակը վերցրեք կիլոմետրով ես չափե, y-ն էլ ինչ որ մարդու քաշը տոննաներով ես չափե, x-ն ու y-ը փուճուր թվեր են, իրանց կովարիացիան կտա փուճուր։ Բայց եթե վերցնես մարդու հասակը նանոմետրերով չափես, քաշն էլ, չգիտեմ, միլիգրամներով չափես, կտա մեծ թիվ։ Բայց բարձր է, չէ՞, մարդու քաշը եւ բոյը անկախ նրանից սանտիմետրով չափես, մետրով, կիլոյով թե գրամով, կախվածությունը նույնն է, որովհետեւ նույն բանի մասին ես խոսում։ Մի դեպքում միավորը սանտիմետր է, մյուս դեպքում մետր է։ Այսինքն շատ հանգիստ այս կովարիացիան կարող շատ մեծ արժեք ընդունի կամ շատ փոքր արժեք ընդունի, իր այդ արժեքի էս ինչ է ընդունում, դա այդքան էլ ինֆորմատիվ չի, դա շատ տենց քեզ տեղեկություն չի տալիս։ Ոնց անենք, ոնց անենք, ասում եմ, եկեք վերցնենք մի հատ ուրիշ մեծություն սահմանենք, կովարիացիա չէ, այլ կովարիացիան նորմալացնենք, հա, նորմալավոր, նույն խոսքով նորմալացնենք այդ մեր բանը, նորմավորենք ներողություն։ Նորմավորենք, ինչ իմաստով նորմավորենք, ասենք, եկեք մի հատ նես թվի վրա բաժանենք, որ այս քո կովարիացիան միշտ ընկած լինի ինչ-որ ֆիքսված երկու թվերի արանքում։ Պատկերացրեք ինչքան լավ կլներ կյանքը, եթե հաշվեր կովարիացիա ինքը միշտ տար -1-ից 1 արանք ընկած ինչ-որ մի թիվ։ Կարևոր չլներ, ասենք y-ի տեղը դրել եմ 20x, թե դրել եմ 2x, թե, նու, սխալ ասացի,
Կարևոր չէ x-ն ու y-ը մեծացրել եմ 10 անգամ գրամով եմ հաշվել թե կիլոգրամով, նույն թիվը տար։ Բարձրացման կա այտենց գաղափար, որը մենք հիմա կսահմանենք, ասում է եթե վերցնես այս քո կովարիացիան x-y-ը եւ իրան բաժանես այս x-ի վարիացիայի արմատի վրա ու y-ի վարիացիայի արմատի վրա, հիշենք որ ինչ որ x-ի վարիացիան եթե հաշվում ես ու նա արմատ ես վերցնում, սա կոչվում է իր ստանդարտ շեղում։ Այսինքն սա ոնց որ ասում է որքան է x-ը իր միջինից հեռու, քանի միավորով է հեռու։ Եթե կիլոմետրով ես մարդու բոյի հաշվում, այսի փոքր թիվ կստացվի, եթե միլիմետրով ես հաշվում, մեծ թիվ կստացվի։ Այսինքն սա x-ի շեղումն է իր միջինից, նույնպես վերցնես y-ի ստանդարտ շեղումը իր միջինից, այսինքն y-ի վարիացիայի արմատը, ասում է վերցնենք x-y-ի կովարիացիան, միշտ բաժանենք այս երկու թվերի վրա։ Բարձրացնում որ երբ որ բաժանում ես այս երկու թվերի վրա, կովարիացիան միշտ ասում է -1-ի 1-ի արանքը թի։ Եվ այս արտահայտությանը կովարիացիան բաժանած ստանդարտ շեղումների արտադրյալ։ Իրան անվանում են կոռելացիա։ Այդ բառը հավանաբար ծանոթ է, ինչ որ լուրեր կարդալուց կամ ինչ որ չգիտեմ, սոցցանցերում բանման հաճախ հանդիպում, որ այս ինչ որ երկու բանի միջև կա կոռելացիա, այդ relation, հա, այսինքն կապ երկու բաների ու correlation, այսինքն մեկը մյուսի նկատմամբ իրար միջև եղած այդ կապը։ Խոսքով սա կոչվում է կոռելացիա կամ Pearson-ի անունով է կոչվում, հա Pearson-ը մարդն է, ով այդ բանը արել, այս գաղափարները շարադրել է, Pearson-ի կոռելացիայի գործակից։ Նաև այտենց են ասում սրա։ Նշանակում է sense։ Ոնց ուզեք կարող նշանակեք, կարող ես ով-ի տեղը գրեք կոր, օրինակ, կոր x-y, կարող գրեք սա հունարենի ռո տառնա, հա, ոնց որ ռուսերենի ռն լինի, ռո xy կարող գրեք, խոսքով ոնց ուզում եք նշանակեք, ինքը ցույց է տալի հենց այդ մեր նորմավորված կովարիացիան, այսինքն կովարիացիան ունենց արած, որ իր արժեքը բերես գցես -1-ից 1 արանքում։ Էլ կարևոր չի, ուզում ես x-ն ու y-ը վերցրու 10 անգամ մեծացրու, 20 անգամ մեծացրու, սա մնալու է նույն թիվը։ Այսինքն եթե վերցնես ռո, ասենք 10x ստորակետ 10y, այս նրանց միջև կոռելացիան նույնն է լինելու ինչ որ ռո xy, որտեղ այդ 10-երը, որ ստա գրում ես, այս վարիացիայի արմատի միջից դուրս են գալու հայտարարում ու կրճատվում են։ Այսինքն ինչ որ բանի միլիմետր, եթե x-ը միլիմետրերով է չափում առաջ, հիմա իրեն սարքում ես կիլոմետրերով, 1000 անգամ ասեն, 1000 չէ, էլի ավելի շատ, խոսքով 1 միլիոն անգամ իր չափը փոխում ես, այդ էսրա վրա ազդեցություն չի ունենալու, եթե ոնց որ վերցնես այդ մի բանը անես y-ի հետ։ Այդյան նախորդ սլայդը մի հատ կբացեք։ Որ օրինակի վրա, այս օրինակը երբ որ հաշվեցիք x հանածի x, y հանածի x, ես հասկացա այդ առաջ տողերով բազմապատում եք, բա 2/8-ը ոնց ստացանք։ Շատ լավ, շատ լավ։ Եկեք հասկանանք, որ բազմապատկում ենք, եկեք այստեղ մի հատ տեսություն ավելացնենք, թող ստեղ ցույց տա արտադրյալը, հա, այդ մեր շատ լավ, ուրեմն առաջինը կտա այս տողում, որ բազմապատկում ենք, տալիս է -225, տակի տողում տալիս է -0.25, այս եկս որ բազմապատկում ենք, տեսեք, ստեղ էլի տալիս է -0.25, այս վերջի երկուսի արտադրյալը, այսինքն 4 հատ ենթադեպք կա, էլի 4 հատ բան, չէ, 4 դեպքում նույնպես տալիս է -225, այսինքն եթե ուզենանք հիմա այսրա հաշվենք ինչքան է հավանականությունը, որ այս արտադրյալը -225-ը, դա կհամապատասխանի երկու դեպքերի, կամ այս դեպքն է, կամ այս դեպքը, այս հավանականությունը 1/8 է, սրանն էլ է 1/8, այսինքն գումարային հավանականությունը, որ իրանց արտադրյալը x հանած yx եւ այլն այս արտադրյալը տա -225, հավասար է այս երկու դեպքերի հավանականությունների գումարին, այսինքն աստեղից տալիս է 1/8 գումարած 1/8, որը գալիս է այս մեր 2/8-ի։ Ոնց որ 4 հատ դեպքի են բաժանել, ամեն դեպքի հավանականությունը գիտեմ, ասում եմ 1/8-ով s-ը, 1/8-ով n, 3/8-ով s, 3/8-ով n, ու ասում եմ, որ այս առաջին ու 4-րդ դեպքերը, որ նայես, իրանց դեպքում արտադրյալը կտա -0.25, կնեք -225, իսկ այս մեջտեղ երկու դեպքեր որ նայես, այս դեպքում արտադրյալը կտա -0.25, այսինքն -0.25-ի հավանականությունն ունենա ինչ որ այս երկու դեպքերի միասնական գումարային հավանականությունն է, դա տվեց 6/8, այն է ակումբացած 2/8։ Ինչ կասեք,
Իսկ եթե դրանք տարբեր թվեր լինեին, ասենք թե 1/8, չէ՞, չգիտեմ, 1/6 է, այն էլ 1/7 է։ Այդ դեպքում ու էլի մինուս բանով ստա նույն թվեր ստացանք, էլի պետքա գումարեինք, չէ՞։ Հա, այսինքն եթե ստեղ ունենայի, ասենք 1/7, ստեղ է ինչ-որ ուրիշ բան եւ այլն, ունենա 1/7 մաց 1/8։ Այսինքն եթե ծածկում եմ այս երկու դեպքերը, եթե իմ այդ հավանականությունը, որ այն բանը -225 է, եթե ինքը ծածկում է առաջին դեպքը ու վերջին դեպքը, սրա հավանականությունը առաջինի գումարում եմ 4 դեպքի հավանականությանը։ Այսինքն զուտ գումարումը։ Հա, եղավ, մերսի շատ։ Շատ լավ։ Հա, այդ մերսի որ հարցրիք, այս մասերը տենց արագ-արագ ուղղակի ասենք անցանք առաջ էլի առանց խորանալու ինչի է տենց։ Ուրիշ հարցեր։ Ամբողջ այս մեր արածի մասին, շուտ, ինչ որ մի պահի ինչ որ հարց։ Լավ։ Հիմա այս մեր ստեղ մենք պնդեցինք, որ այս մեր կորելացիայի արժեքը միշտ պետք է լինի -1-ից 1-ի արանքում։ Կարա ասենք տրամաբանական հարց առաջանա, բայց դու ինչ իմացար, որ եթե կովարիացիան բաժանում ես այս արտահայտության վրա, ինքը գալի գրմա -1-ից 1-ի արանքում։ Պատճառը հետևյալն է, ժողովուրդ, որի մասին չասեցի, էլի ոնց որ տենց ուղղակի անցա առաջ։ Իրականում երկու բաների կովարիացիան, երբ որ դու նայում ես, կովարիացիա x ստորակետ y, կարելի է ցույց տալ, որ ինքը փոքր է հավասար, քան արմատ վարիացիա x անգամ արմատ վարիացիա y, այսինքն x-ի ու y-ի այդ ստանդարտ շեղումների արտադրյալից փոքր հավասար է։ Ու հետաբար երբ որ իրան վերցնեմ բաժանեմ այս աճ մասի վրա, կտա որ փոքր հավասար է 1-ից։ Ու նույնպես ինքը մեծահավասար մինուս այդ նույն արտահայտությունից, դրա համար որ բաժանում ես դրա վրա, դա հանգած է -1-ից 1-ի արանք։ Ոնց որ էսի շատ նման է ինչի, որ երբ որ երկու վեկտորներ ունեի ու իրանց սկալի արտադրյալն էին նայում, Կոշի-Շվարցյան հավասարություն կար, որ ասում է սկալի արտադրյալը փոքր հավասար է իրանց այս էվկլիդյան նորմերի արտադրյալից։ Այսինքն այս երկու սլակները եթե կան, սկալի արտադրյալն ես նայում, այսինքն այս առաջինը sense պրոյեկտում ես երկրորդի վրա ու էսի բազմապատկում ես այսքանով, ասում է դեպի փոճուրական հավասար կան իրանց երկարությունների արտադրյալից։ Նույն բանը ստե է տեղի ունենում։ Այսինքն վարիացիան, կնեք կովարիացիան XY-ի մոդուլով դաժե փոքր հավասար է վառ վարիացիաների արմատների արտադրյալից։ Ու եթե ասենք թե այդ տենց, կարամ էդի ոնց որ որպես առաջադրանք, այստեղ գրենք, հա, դա ու դրա վրա մտածեք ինչ է դա տենց, այսինքն բանը ոնց որ թողնի առաջադրանք, որ ապացուցենք ցանկացած XY-ի համար իրանց կովարիացիա մոդուլով դաժե, այսինքն կարող է տանած մոդուլի ապացուցեք, հետո ոնց որ այդ պահերը կֆիքսեք էլի ոնց է լինում։ Ինքը պետքա փոքր հավասար լինի քան, նույնպես կամ ուրեմն մատը քառակուսի, կովարիացիայի քառակուսին փոքր է հավասար քան վարիացիա x անգամ վարիացիա y։ Ոնց որ այդ նույն Կոշի-Շվարցն է, Ռոդեսի ոնց է կարելի ապացուցել, տենց լիքը ձևեր կան, բայց մի քիչ արհեստական ձև առաջարկեմ, որով կարելի անել, զուտ կարճ կլինի այդ ձևով եթե անեք, հա։ Վերցրեք, դիտարկեք, ասեք, օքեյ, էսի x-ն է, էսի y-ն է, տե անհայտը վերցրեք, հա, տեն թողնի մեր փոփոխականը, անհայտ փոփոխականը, հեսա կասեմ ինչ նկատեմ, շմատ բազմաթամ եմ ուզում կազմեմ, հա, ասենք տե քառակուսի անած 2 տե գումարած 4։ Ինչ որ sense բազմաթամ որ ունենաս ու իմանաս որ բազմաթամի արժեքը միշտ մեծ է 0-ից, եթե ասում ես բազմաթամի արժեքը հավասար է 0, ինչ որ մի կետում, այդ նշանակում է իր դիսկրիմինանտը որ հաշվես դրական թիվ է, կամ առնվազն մեծ հավասար է 0-ից։ Եթե ինչ որ արտահայտություն գիտես որ մեծ է 0, օգտվեք այն փաստից, որ ստերից հետևելի է որ դիսկրիմինանտը այս արտահայտության բանա, բացասական է, փոքր է 0, խիստ։ Սա փաստ է, որից կարանք օգտվենք, ու հա, ինչ է առաջարկում, ոնց է կարելի ապացուցել, ոնց որ ինչ-որ տենց, չգիտեմ, հուշում գրեմ, թե ցույցում գրեմ, ոչ բան չեմ գրում։ Z-ով նշանակենք x գումարած t անգամ y, այս տարօրինակ բանը։ Կարող պատկերացնեք, t-ն վերցրել եմ 4, կստացվի x գումարած 4y, կամ x հանած 4y։ Էսի վերցրեք ժողովուրդ, գրեք ինչի է հավասար է սրա վարիացիան, վարիացիա z-ը, ու օգտվեք նրանից, որ վարիացիա z-ը ոնց որ բան է, էլի, ոչ բացասական մեծություն է, չէ, վարիացիան։ Այսինքն գրեք վարիացիա z-ը ինչի է հավասար, ու գրեք, որ ինքը մեծ է 0-ից։ Նու կամ մեծ հավասար է 0-ից։ Կարամ այսպես ասեմ, այս փաստը։
Այսինքն քայլ համար 1 կազմեք z-ը սա, քայլ համար 2 հաշվեք իր վարիացիան գրեք մեծ հավասար 0-ից, քայլ համար 3 ձևափոխեք իրան ու բերեք այս տեսքի, ինչ որ բազմանդամ a t քառակուսի գումարած b t գումարած c, որը մեծ հավասար 0։ Քայլ համար 4, ասեք, որ սա դիսկրիմինանտը փոքր հավասար 0։ Այս 4 հատ քայլը որ անեք, կստանաք, որ այս մեր վերևի գրած այս ինչը որ ուզում ենք ունենալ։ Հա, այսինքն կովարիացիան իրան կարած վերևից գնահատես, ասես որ դու փոքր ես, ու վերևից են երկևից է, կովարիացիան կարած գնահատես վարիացիաների արտադրյալի արմատով։ Ոնց որ այս ընթացքում որ ինչ որ մի հարց, հակառակ տեղի x գրեք, որ փոփոխականի անունը ինչ ուզում եք կարող գրեք։ Եթե ինչ որ հարց առաջանա, անպայման հարցրեք։ Դասի ժամանակ կամ չաթով կամ ոնց կուզեք, էլի։ Ուտը, էսի ոնց որ նույն կոշի շվարցնա, որը կարելի է հանգիստ ապացուցել։ Հարցեր։ Եթե x-ի կամ y-ի վարիանսը 0 է ստացվում, շատ լավ, ստացվում է, որ բան է, թռնում է, հասնում է անվերջություն, ինչ որ թե հակառակը։ Թե հակառակն է լինում, որ վարիացիան լինի 0, չէ, կովարիացիան, կնեք, վարիացիան ուզեցիք, որ 0 լինի, չէ, ասենք x-ի։ Շատ լավ, ստացվում հավասար է 0, 0 անգամ ինչ որ մի բան։ Տվեց 0։ Հա։ Կստացվի կովարիացիայի քառակուսին փուճուր հավասար է 0-ից։ Բայց քառակուսին չի կարա, չէ, բացասական թիվը լինի, ուրեմն ուզած հավասար է 0-ի։ Է դրա հետ։ Լավ, տվեց որ կովարիացիայի, նո, եթե քառակուսին 0 է, ինքն էլ է 0, տվեց որ x-ի կովարիացիան 0 է։ Այսինքն եթե ունենանք որ ինչ որ բանի վարիացիան 0 է, շատ հետաքրքիր հարց է, դա կբերի նրան, որ ցանկացած պատահական ցանկացած y որ վեկալեմ, x-ի կովարիացիան կտա 0, եթե x-ի վարիացիան 0 է։ Որտեվ x-ի վարիացիան 0 ոնց կարամ մեկնաբանեմ, էլի վարիացիա 0 նշանակում է x-ը հաստատուն է, x-ը միշտ 4 է օրինակի համար։ Ինքը իր արժեքը չի փոխում։ Միշտ բոլոր օրերին նույն քանակությամբ կոնչիկներ են վաճառում, որ վերցնեմ նայեմ դրա կովարիացիան, ասենք, ինչքան սուրճ են վաճառել դրա հետ, պետք է տա 0, էլ, այսինքն սուրճը ոչ մի կախում չունի այդ կոնչիկի բանի հետ, վաճառքի թվի հետ, որտեվ միշտ նույն թվով կոնչիկ են վաճառում, միշտ 4 հատ են վաճառում, էլի, ոչ մի ինֆորմացիա չկա։ Հա, այս դեպքում 0 բաժանած 0 հավասար 0։ Հա, ուզում եք հա, այդ լավ, նոր հասկացա ձեր ասածը։ Հա, այս դեպքում ըստեյության ինչ որ կարելի ասել, որ կոռելացիան կտա 0, բայց կամ էլ ինչ կարանք ասենք, կամ էլ ես ուղղակի կովարիացիան սահմանելուց չեմ ալարի, կգրեմ, որ որպեսզի ճիշտ լինի, երկու պատակամեծների համար, որոնց վարիացիաները 0 չեն, այսինքն որոնք որ հաստատուն չեն, կսահմանեն կոռելացիա, եթե հաստատուն են, հա, այսինքն եթե x-ը հաստատուն է, ինչ որ հավասար a կամ y-ն է հավասար a, այդ դեպքում կոռելացիան կսահմանեմ 0։ Այսինքն որ անեմ, հա, թե չէ այնտեղ ճիշտ եք ասում, այս վարիացիայի 0-ն էլ է, ինչի անկունեմ հայտարարում գրեմ, դա խնդիր կառաջացներ։ Բայց այդ մեր նորվա ուրեմն այդ առաջադրանքը որ տանը ապացուցեք, կստացվի այս վերևի գրածը համարիչը փոքր հավասար է հայտարարից, ուրեմն սա միշտ 1-ից փոքր է, նույն ձևը -1-ից մեծ է, այսինքն -1-ից 1-ի արանքում է։ Ու այս կովարիացիան ինքը տենց մի քիչ ոչ շատ օգտակար գործիք է։ Այսինքն չէ, իհարկե կարևորություն ունի բնականաբար, որպես ինչ-որ օբյեկտ մաթեմատիկական, որ բնական ծագում է, բայց եթե ուզում եք ինչ-որ ինֆորմացիա քաղել երկու բանի մասին, ավելի կարևոր է կոռելացիան, այսինքն կովարիացիան նորմավորված։ Ասում ես կոռելացիան ինչքան է, եթե ասենք կոռելացիան 0.99 է, նշանակում է մեկի շատ մոտիկ, նշանակում է շատ իրարից կոռելացված են, այսինքն իրար հետ կապվածությունը մեծ է։ Եկեք այդ բան անենք, ֆիքսենք։ Ուրեմն դե ինչպես կովարիացիան տենց է կոռելացիան, x-ի տեղերը փոխելուց չի փոխվում, եւ ոնց որ ասենք միշտ -1-ից 1-ի արանքն անգած, սա ինչի ասենց, շնորհիվ այդ մեր կոշի շվարցի։ Երբ է կոռելացիան ընդունում ամենամեծ կամ ամենափոքր արժեք, այսինքն երբ է որ կոռելացիան +1 է կամ երբ է որ -1 է, այդ ժողովուրդ այն դեպքերն է, երբ որ այդ մեր x-ի ու y-ի միջև կա ինչ-որ գծային կախում։ Եթե օրինակ y-ը հենց x-ը լինի կամ -x-ը լինի կամ 2x-ը կամ 2x + y-ը, այսինքն եթե ինչ-որ հստակ բանաձևով, այս բանաձևը ինչ նշանակում է։ Նշանակում է ամեն օր ինչքան որ դու պոնչիկ ծախել ես, այդ թիվը հավասար է, ասենք 1.2 անգամ
ինչքան ես դու կակաո ծախե, գումարած, ասենք 4, գծային կախում եթե կա, բայց բան, էլի բնականաբար կյանքում դեպքերի 99%-ում գծային կախում չկա։ Բայց եթե կա գծային կախում, նշանակում է բանը կորելացիա, դժվար չի հաշվել, որ 1 է։ Կամ 1 կամ -1, եթե այստեղ բանը, այս սրա նշանից է կախված, էլի։ Եթե կակաոները մեծացնելուց դրական թիվը գրած պոնչիկն է մեծանում, այս դեպքում կորելացիան պոնչիկի ու կակաոյի միջև կտա 1, եթե ստեղներ ասենք -1.2, այդ վաղտ կտար -1։ Այսինքն նայում ես այս i նշանի։ Ուրեմն եթե կա գծային ինչ-որ կախվածություն x եւ y-ի միջև, ասենց ax + b, նշանակում է իրանք բան են։ Ժողովուրդ անում են ֆիքսված նկատունում, էլի, ոչ թե x-ի մի արժեքի դեպքում ան մի բան է, շարժվում ան ուրիշ բան, չէ, այլ ինչ որ երկու առանցքներ, որ տանես այդտեղ x-ի արժեքներով, այդտեղ y-ի արժեքներով, ու նշես առաջի օրը այսքան պոնչիկ, այսքան կակաո, հա, սա ասենք 3 հատ պոնչիկ, 2 հատ կակաո, հաջորդ օրը 5 հատ պոնչիկ, ասենք թե 6 հատ կակաո եւ այլն, այս կետերը ասած նշեց, այս կետերը եթե ընկածնեն ուղիղ մի հատ գծի վրա, այսինքն այս իմ նկարած օրինակը վատն է, էլի, նկատում եմ, ուղիղ գծի վրա ընկածնեն, բոլորը այս գծի վրա, ոչ թե գծից վերև ներքև, այդ ժամանակ կորելացիան կտա 1։ Իսկ եթե ասած նվազող գիծ է, կորելացիան կտա -1։ Այսինքն կորելացիան 1 կամ -1 այն եւ միայն այն դեպքում, այսինքն երկու կողմից հետևում է։ Երբ որ y-ի ու x-ի միջև կա ասած գծային կախում, կամ որ նույնն է x-ի ու y-ի միջև կա գծային կախում, հա, ինչ որ c անգամ y գումարած c։ Մենակ այդ դեպքում։ Այսինքն կորելացիան չափում է ինչքանով են x-ը եւ y-ը գծորեն իրանք կախված, էլի, իրանց միջև գծորեն կախվածություն ինչքանով կա։ Ահա, համեցեք։ Ուզում եի ասեի ոնց որ եթե աճում է 1, եթե նվազում է -1, իսկ եթե աբսցիսների կամ օրդինատների առանցքին ուղղահայաց, հա։ Լավ, հետարքիր հարց է։ Պետքա որ 0 լինի, չէ՞, ոնց որ եթե այս դեպքում 1 է, գնում դառնում է բան։ Լավ, եկեք մտածենք, հետարքիր բանա։ Նշանակում է բոլոր կետերը սենց են դասավորված, չէ՞, այսենց իրար տակ։ Այսինքն բոլոր օրերին դու ծախել ես նույն քանակությամբ կակաո, բայց տարբեր քանակությամբ պոնչիկներ։ Հա, էսի է ժողովուրդ, որ կակաոն հաստատուն է։ Հա, այսինքն ինչքան ես բան, x-ը հաստատուն է, x հավասարը 4 ասենք թե կամ x հավասարը a, այն որ նայեցինք, վարիացիան 0 է, ուրեմն ստեղից հետևում է, որ կովարիացիան x-ի եւ y-ի 0 է։ Այսինքն 0 է լինում այս դեպքում, եթե եթե սենց է, էլի դեպի վերևաշար, կամ նույն ձևը եթե այսենց է շարված, այսինքն եթե միշտ նույն քանակությամբ ես պոնչիկ ծախե կամ միշտ նույն քանակությամբ ես կակաո ծախե, այսինքն x-ը հաստատուն է կամ y-ը հաստատուն, այդ դեպքում կովարիացիան 0 է։ Հետևաբար նաև կորելացիան էլ է 0, հա, այստեղ։ Հետևաբար կորելացիան էլ է 0։ Հարցեր։ Այսինքն փաստորեն այդ գծից մի ճարտ ոնց որ թեքվեց, ուրեմն всё դառնում է 1։ Շատ լավ, կդառնա 1, եթե այդ գիտեք ոնց որ հա մի քիչ թող թեքվի, բայց եթե թեքվելուց հետո ինքը լրիվ ընկած է 1 գծի վրա, այսինքն բոլոր կետերը գծի վրա են, ապա հա, ուղղակի բան, կարա շատ հանգիստ մի գծի վրա չլինի, չէ՞, ինչ որ sense այսպես լինի, ինչ որ չգիտեմ երբ մա թե չէ, բայց այսպես sense գծի, այս դեպքում արդեն կորելացիան ոչ թե 1 կլինի, այլ կլինի ասենք 0.8։ Ուզեմ ասեմ sense ինքը շատ կտրուկ փոփոխվում է թե չէ, այդքան էլ կտրուկ չի փոխվում։ Եթե ես վերցնեմ բոլոր կետերը, որ sense շարված են ու բոլոր կետերը այսպես այնց բերեմ աչու ձախ, որ ընկնեն նույն գծի վրա, այսպես այդ դեպքում այո, միանգամից 0-ից կդառնա 1, ու դա շատ ուշադրության արժանի հարց է իրոք։ Բայց ոնց որ բան, էլի, հնարավոր է նաև միջանկյալ իրավիճակ լինի, այսինքն սա sense գծով շարված լինեն, առաջի կետը բերեմ մի քիչ այս կողմ ու կորելացիան դառնա 0-ից 0.1, ասենք, թե հետո մի կետ էլ բերեմ այս կողմ, մի քիչ մեծանա, մի կետ բերեմ ու տենց քայլ առ քայլ դառնա 1։ Եկեք, քանի որ sense լավ հարց ենք տալի, մի հատ այս թեորեմը վերջացնենք ու մի հատ օրինակների վրա դա հստակ ստուգենք ինչ է լինում։ Ուրեմն, հա, եթե գծորեն կախված են, գծորեն կապված են, ոչ թե կախված, այսինքն մի բանը հավասար է թիվ անգամ x-ը գումարած ուրիշ թիվ,
Այդ դեպքում կորելացիան 1-ը կամ -1 կախված նրանից այս i նշանն էլի աճումա թե նվազում, դրական թիվա թե բացասական։ Սենց որ օրինակն է կազմեք, եթե կետերը սենց են դասավորված, օրինակ վերցնում եք ինչ-որ տվյալներ մարդկանց տարիքը եւ տարբեր հիմնարկներում եւ դրա դիմաց իրենց ստացած աշխատավարձը, ինչ-որ տեղ կարող լինի, որ տարիքին զուգահեռ բարձրանում է աճը, նեյություն բարձրանում է աշխատավարձը, այդ դեպքում կորելացիան սենց 1-ա, այդ դեպքում -1-ա։ Ներքևի ձախ օրինակում որ նայեք, տեսեք ոնց որ մի քիչ ավելի կյանքին մոտիկ իրական պատկեր է, ոչ թե բոլոր կետերը նույն գծի վրա են ընկած, այլ տենց ինչ որ սենց մոտավորապես, հա, այս գծի կողմ սենց հարբածի նման քայլում են մի քիչ վերև ներքև, կամ այս 5-րդ բանի մեջ որ նայեք, սենց գալիս է մի քիչ ներքև այցնում, հետո վերև ներքև եւ այլն, բայց գծի շուրջ է տատանվում։ Այդ նման դեպքում թե գծի շուրջ է տատանվում կորելացիան 1 չի, բայց 1-ին մոտիկ բան, ասենք մոտավորապես ինչ որ 0.93, ինչ որ տենց արտահայտություն, հա, այսինքն այս մի օրինակում աչքաչափով ժողովուրդ, որ նայեք ինչ որ պահի շատ լավ կարողանաք կետեր նայելով միանգամից կորելացիան ասել, չնայած տեսնենք, որ մի քիչ դրկություններ կան այնտեղ։ Մենք այսրան չգիտեմ, 0.9 կամ 0.87 ինչ որ տենց մի թիվ։ Այս երրորդ օրինակում էլ ոչ մի ինչ որ տենց գիծ չկա, չէ՞, որ գծի երկայնքով շարված լինի։ Հետևաբար կորելացիան 0 է։ Այսինքն կարող եմ sense բան ասեմ, կորելացիան չափում է թե ինչքան է հավանականություն, նո հավանականություն չասեմ, ինքը չափում է այդ գծի երկայնքով շարված լինելու չափը։ Եթե կա գիծ, որ երկայնքով կետեր շարված են, կորելացիան 1-ա կամ -1։ Եթե ընդհանրապես ոչ մի տենց գիծ չկա, 0 է, իսկ եթե մոտավորապես կա, ուրեմն ինքը ինչ որ 0.1-ի արանքը թիվ է։ Բայց ոնց որ ասացի, եկեք մի հատ օրինակներ նայենք, ստեղ տակը հողում կա, որով կարանք գնանք ու տեսնենք։ Հա, դե այստեղ ինչ որ տենց Վիկիպեդիայի դրած նկարա, որ այ եթե բոլորը sense գծորեն շարված են, այստեղ մտովի ժողովուրդ ինչ ենք անում, գծում ենք երկու առանցքներ, այսինքն x, y, ասում ենք այստեղ տարբեր օրերի x-ի արժեքներն է հաշվարկած, այստեղ ու նույն օրը նաև y-ի է, այսինքն այսինքն իրավիճակ է։ Ու այս կետերը եթե sense են շարված, 1-ա կորելացիան, եթե տեսեք այստեղ ոնց որ գծի երկայնքով են շարված, բայց ինչ որ կետեր գծից վերև ներքև են։ Այսինքն ասենք թե 0.8-ը, այստեղ 0.4-ը։ Մի խոսքով տարբեր օրինակներ կան, այս տակի օրինակներն էլ բոլոր կարելի է ուսումնասիրել, բայց եկեք այս կետերը կարա շարժես այս կողմ այն կողմ, հա, ու տենանք թե ամեն դեպքում կգրի ինչքան կորելացիա ունեն։ Օրինակ, երբ որ կետերը sense շարած են, տեսեք ինչ որ անկապ ձևի շարած է, ոչ մի գիծ չկա, չէ՞ որ իրանցով անցնի, կորելացիան 0.2, այսինքն 0-ին մոտիկ թիվ է։ Բայց եթե բերեմ իրանց այս sense, տեսեք sense շարեմ, ոնց որ մոտավոր գծի երկայնքով շարեցի, նայեք կորելացիան մեծացա։ Այս մի կետը խանգարում է, տեսեք ինքը գծի վրա շարված չի։ Այս մտովի եթե sense գիծ տանեք, հա, ինչ նկատի ունեմ, այս գիծը։ Եթե մեր այս բաները պատկերացրեք ամեն մի կետը ցույց է տալի ինչ որ մի օր, հա, օրինակ այս կետը ցույց է տալի օր համար 1, այս կետը ցույց է տալի օր համար 2, ու ամեն մի կետի համար եթե իջնեք ներքև, ստեղ ցույց է տալի թե այդ օրը քանի հատ պոնչիկ են առել, այս օրը ցույց է այն մյուսը ոնց որ y կոորդինատը ցույց է տալի թե քանի կակաո են առել, ու sense, հա, օր 3, օր 4, օր 5, ամեն մի օրվա համար մի հատ sense կլոր եք նկարում, մի կետ, այսինքն x-y հարթության մեջ, ու մի խոսքով, եթե սրանք sense գծի երկայնքով շարված են, նշանակում է ոնց որ պոնչիկը ինչքան շատ, կակաոն այդքան շատ, ինչքան քիչ են, այդքան քիչ։ Հիմա այս իրավիճակում օրինակ 0.75 է, որտեղ այս իմ գծած այս սև գիծը մոտավորապես անցնում է այս բոլոր կետերով։ Բայց ասենք այս 6-ը, տեսեք ինքը խոսքը այս 6-րդ օրվա մասին է, ինքը շատ հեռու է, չէ՞, այս գծից։ Այսինքն կորելացիան 1 չի, 1-ին մոտիկ թիվ է 0.75, բայց ինքը հասկանում է, որ մի բան այն չի, այս 6-ը շատ հեռու է, նույնիսկ նաև այս երկուսն է շատ հեռու, էլի այս գծից։ Այսինքն ասում եմ, եթե գծից շատ հեռու են, տենց չէ, որ իդեալական իրանք գծորեն ինչ որ իրարով արտահայտվում են, ապա կորելացիան 1 չի կարող լինի, հա, 1-ին մոտիկ թիվ օքեյ, բայց 1 չէ։ Ու տենց, կարանք հիմա ինչ որ կետերը շարժենք այս կողմ, օրինակ ես որ բերեմ դնեմ ստեղ, ես բերեմ դնեմ այստեղ, տեսեք ոնց է մեծանում։ Այ հիմա իսկական իդեալական համարյա գծի երկայնքով է, չէ՞, շարված ու կորելացիան 0.999 է։ Դա ոնց որ տեսնում եք, իրական տենց է պետք է լիներ։ Իսկ եթե փորձենք այս բոլոր կետերը sense շարել, ասենք նվազման կարգով, տեսեք կամած բացասական դառա, հիմա արդեն -0.99 է։ Բայց սովորաբար ժողովուրդ, ինչ որ data հետ որ աշխատում եք, հիմնականում իրանք ինչ որ մի քիչ ծրված են լինում, նենց իդեալական գիծ չկա։ Տեսեք, դա է -0.85։
էլի օգտակար ինֆորմացիա է, դու հասկանում ես, որ մոտավորապես գծի երկայնքով են շարված։ Խնդիրը որն է, եմ ասում մոտավորապես, որովհետև այս գիծը որ տանես, օրինակ այս ինչ որ մի օր կա, որ ինչ որ մի այսքան արժեք կա XY-ի համատեղ այսպես արժեք, որ այդ գծից մի քիչ հեռու է, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, բայց այդ գիծը ինքը իրանով շատ մոտիկա այս բոլոր կետերին, այսինքն հեռավորությունները մեծ չեն, էլ։ Կարանք մի հատ էլ անենք այն մեր նորվա առաջարկած օրինակը, թե որ առաջարկեցիք, այսինքն եկեք սաղ կետեր մեր շարենք այսպես գծով։ Այսինքն պատկասեք բոլոր օրերին նույն քանակությամբ կակաո ենք ծախել։ Հա, իդեպ հետարքի օրինակը, տեսեք, sense գծով գալիս է 1 հոպ իջնում է ներքև։ Այս դրա կորելացիան -0.55 այդքան է։ Բայց այս կետի արկե բացացնեմ վերև։ Լավ, իմ մոտ մի քիչ չի ստացվում էս իդեալական նույն գծի վրա շարել, բայց եթե նույն գծի վրա շարեմ, պետք է տա 0, որովհետև սրանցից ոնց որ բան է, էլի անում միլիմետրերի տարբերությունով գտնում է, որ սրանցով անցնող ինչ-որ տենց գիծ կա։ Սենց որ անեմ, լավ, հələ փորձում եմ ինչ-որ գծեր ինքը գտնի, բայց այս դեպքում ասում է անորոշ է։ Այսինքն, լավ, ասենց ասեմ, եթե հաստատում է սրանցից ինչ-որ մեկը, կորելացիան չի սահմանում, կարելի է նաև սահմանել, ասել կորելացիան 0 է, բայց տեսեք ինքը ասում է, չէ, ես դեմ եմ, ես ինձ չեմ կարող սահմանել։ Հայկ ջան, մի բան հարցնեմ, օրինակ, չգիտեմ, 8 հատ կետ է երևի։ Իսկ եթե 8-ը շարենք մի ուղու վրա, 8-ը մի ուրիշ թեկուզ հատվող ուղիղների վրա, էլի։ Ինչ անելը։ Լավ բան ասում, եթե դա շատ լավ իդեպ հարց է, եթե իրանք ոնց որ երկու տարբեր ուղիների վրա են, այսինքն չկա ինչ որ մի տենց իդեալական ուղիղ, որ բոլորով անցնի, այդ դեպքում պատասխանը գալիս է 0։ Այսինքն իսկ հա, ես այդ հասկացա, իսկ եթե դուք ոնց որ ուղղահայաց սարքեցիք այս բաները, չէ, նենց իրար բանով էլի, ուղղահայաց չլինեն, անկյուն կազմեն, թեկուզ մոտիկ, բայց անկյուն կազմեն, թեկուզ փոքր անկյուն կազմեն, դաժե ավելի հետաքրքիր է փոքր անկյան դեպքում, ոնց է ինքը։ Շատ լավ բան եք ասում, իրականում ինձ հետաքրքրեց, եթե ուղղահայաց չեն, լավ, տեսեք ինչ որ sense էլի նորմալ թիվ է տալիս 0.5, այսինքն 0, թե մոտավորապես գծերը որ բանանենք, այս գիծն է ու այս գիծը, ու իրանք 90% չեն կազմում, հետաքրքիր է որ այս դեպքում 0.5 է տալի։ Իմ ինտուիցիայից մի քիչ ավելի 0-ին մոտիկ թիվ էր ասում ու սխալվեցի իրականում 0.5։ Հա, գիտեք ոնց, երևի թե ավելի շատ sense մի բան կարանք համարենք, որ ոնց որ այս նվազող գծի երկայնքով շարված կետերը համարյա հաստատուն են, լավ sense ասեմ, իրանց այդ անկյունային գործակիցը ոնց որ փոքր է, հա, այսինքն այս ուղին ուղիղը դանդաղ է իջնում ներքև, կարող երևի տենց մեկնաբան է, իսկ այդ մյուս ուղիղը արագ է բարձրանում վերև, ոնց որ այս դրա երկայնքով ունեցած այդ փոփոխությունները կորելացիա մեջ ավելի շատ են երևում, քան այս դանդաղ իջնողները, այսինքն դանդաղ իջնողները ոնց որ պատկերացրեք բան լինի, այս n փաստը որ սրանք sense աճելով գնում են, այդ կորելացիային ասում է, որ ինքը պետքա 1-ին մոտ թիվ լինի, մեկ էլ այս 4 հոգին գալիս են, ասում են, չէ, պետքա 1-ին մոտիկ թիվ չլինի, բայց որպեսզի կարողանային հակազդեն այս մեր կապույտին, ոնց որ պետք է նույն ձևի, նույն արագությամբ իջնեն ներքև, բայց իրանք նույն արագությամբ չեն իջնում, այլ ավելի դանդաղ են իջնում, ոնց որ սրանք է -1-ին են մոտիկացնում, n-ի +1-ին է մոտիկացնում, բայց այս 4 հատ աճողները ավելի արագ են աճում, ոնց որ իրանք ավելի արագ են աճում, հետաբար իրանք ազդեցությունը ավելի մեծ է։ Դրա համար կարծում եմ կորելացիան ավելի 1-ին մոտիկ է, քան 0-ին մոտիկ, կամ -1-ին մոտիկ։ Մեկ էլ այս ինչը որ օգտագործում եք, այս լինքը կգցեք էլի բանը։ Անպայման, ահա։ Telegram-ում։ Այո, նո, այս բանն է, այս նույն սրանով որ բացեք պետք է որ էդի լինի, որ ստեղ հում կա, բայց մի հատ անպայման կդնեմ Telegram-ում էլ, տեսանքի ոնց որ հումների մեջ է, նկարագրության չէ։ Հա, ինքնուրույն շատ օգտակար բան է, տարբեր ինչ որ մի երկու անգամ աչքով տենաս ինչա կատարվում, ավելի տենց բան է, էլի։ Շատ լավ ինֆորմացիա է տալի, քան բանաձևորեն 18 անգամ տենալ էլ։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Առաջարկներ, հարցեր, ինչ քննարկենք, ինչ անենք այս կետերի հետ։ Լավ, ստեղ եթե իջնենք ներքև, ինչ որ ասում կարաք նեն շարեք, որ ինչքան կարա մեծ լինի, կարաք նեն շարեք, որ օրինակ շրջանագծով դասավորեք այս սրան, հա, տեսեք, ցած կլոր դասավորեք, մոտավորապես 0 է տալի կորելացիան, որտեղ այս
կլոր երկայնքով ոչ մի նկատելի ինչ-որ գիծ չկա, որ ասի, որ այ մեկը մյուսից հենց գծով է կախված։ Այսինքն այս քո ρ x-y-ը ինքը փորձում է ասի, թե որքանով են, այսինքն ինչքանով են մոտիկ, այս քո x-ը եւ y-ը տենց մեկը մյուսից ուրեմն գծորեն արտահայտվելու։ Այսինքն որքանով է սրանց միջև առկա գծորեն արտահայտված ինչ-որ մի կախում կամ գծորեն արտահայտված ինչ-որ մի կապ։ Ու այդ եթե մոդուլով 1-ին մոտիկ բան ասում, ուրեմն կա այտենց գծորեն կապ։ Եթե մոդուլով 0-ին մոտիկ բան ասում, չկա այտենց գծորեն կապ։ Հա։ Ըստեղ իրական մի նրբություն կա, ասում ենք գծորեն, բայց կարա երկու բան իրենց կախված լինեն նաև ոչ գծորեն, հա, օրինակ պատկերացրեք, sense պարաբոլի նման եմ շարում, այսինքն այդ չգիտեմ, ինչ որ sense հետաքրքիր բանաձև է որոշում, որ կակայի վաճառքը հավասար է, ասենք, այն բանի վաճառքի քառակուսուն, պոնչիկի վաճառքի քառակուսուն։ Հիմա այս կետերը մի քիչ որ sense շարժեմ այս կողմ այն կողմ ու sense պարաբոլի նման իրանց դնեն, կորելացիան տեսեք ոնց որ ուզում է դառնա 0։ Այսինքն ինքը ասում է սրանց միջև գծորեն կախվածություն չկա, ու այդ ճիշտ է ասում, հա, գծորեն կախվածություն չկա, բայց ամեն դեպքում ինչ որ կախվածություն կա, չէ՞։ Բայց այդ նշանակում է, որ կորելացիան ինքը լավ չի կարողանում որսալ բռնել այդ ոչ գծային կախվածությունները, բայց գծային կախվածությունները շատ լավ բռնում է։ Եթե sense ax + b այդ տեսակի կախվածություն կա y-ի ու x-ի միջև, ապա ինքը դες կասի 1 կամ -1 կորելացիա։ Ուտան ժողովուրդ, հիմնական այս կորելացիա բանման իրան ոնց որ կոմպով ուղղակի արագ հաշվում են, այսինքն այս ձեռքով sense գործողություն անել եւ այլն, ոնց որ հասկանում եք շատ ջանջալ, դաժան, երկարատև գործընթաց է, բայց ոնց որ կոմպով տվյալներ կհավաքես, կդնես ու կլինի։ Այ ոնց է դա տեղի ունենում, երբ որ ունենում ես ոչ թե x2 պատահական մեծություններ, այլ է դրանց ինչ որ նմուշներ, հա, այսինքն գնացե 100 տարբեր մարդկանց հավաքել եմ, ստեղ գրել եմ իրանց քաշը, ստեղ գրել եմ իրանց հասակը, ուզում եմ այս երկու բան չեմ կորելացիան ինչ որ մի ձև մոտարկեմ։ Եթե հիշում եք, կարենք օրինակ սրանց միջին ֆաբանական վերցնենք, ասենք սա մոտավորապես մատսպասումն է։ Ինչ որ մի բանաձևով հաշվենք մի բան, որ անունը նմուշային վարիացիա էր, ասենք սա մոտավորապես իրանց վարիացիան է։ Նույնիսկ ժողովուրդ, եթե ունեք data sense, պատկերացրեք աղյուսակով տրված, ուզում եք հաշվեք x-ի ու y-ի մոտավոր կորելացիան, նմուշային կորելացիան, այս բանաձևը կարելի հաշվել։ Ոնց որ տեսնում եք, վերևը գրած է բան, x հանած իր բանը, նմուշային միջինը, այս x գծիկը դա x-երի միջին թվաբանականն է, վերցնես համես միջին թվաբանականը, y-ից իր միջին թվաբանականը, բազմապատկում ու գումարում իր։ Այս առաջին մասը, որ մենք արեցինք, այնա ինչ որ ամեն առաջի սլայդի մեջ արել ենք, չէ՞, այսինքն հանում ենք պոնչիկների թվից իրենց միջինը, կակաոների իրենց միջինը, բազմապատկում գումարում իրար։ Մի հատ է կարող բաժանես քանակի վրա, բայց այդ կրճատվելի է կոպիտ ասած։ Ու հայտարարում էլ այս գործողություններն ես անում, էլի չմեկնաբան է, բայց ոնց որ տեսնում եք, սա վարիացիայի նման, սա էլ y-ի վարիացիային է նման։ Այս բանաձևով, որը հանգիստ կարակ ոնց որ կոմպի numpy ունի, հա, numpy.corr, կոր, հա, կորելացիա։ np.core, դա կանչեք ձեր բանի վրա, ուրեմն, ասենք, array-ի վրա, ինքը շատ արագ միանգամից հաշվի այս կորելացիաները։ Ուտենց, սա այնա ինչ որ կոչվում է sample correlation, այսինքն նմուշային կորելացիա, այսինքն եթե ձեռի տակ չունես այդ x-ի, y-ի PMF-ը, PDF-ը, CDF-ը, հուսալում չենք մոռացել է դրանք, բայց հա հիմնականում չես ունենում դու այդ դրանց, փոխարենն ունենում ես sense մի քանի հատ կետեր, այդ կետերով կարա սա շատ արագ հաշվես։ Կարակ ժորդ ինչ որ Python-ով ֆունկցիա գրեք, էլի որպես օգտակար առաջադրանք, որը վերցնում է երկու հատ list, x-երի ու y-ների շարված այս արժեքները, ու հաշվում է այս բոլոր արտահայտությունները բաժանում է իրենց վրա ու կորելացիան է հաշվում։ Ու ոնց որ կլինի շատ լավ տենց ինչ որ գործիք, որ սարքեցիք, որ արժեքները տան կորելացիան ինքը մոտավորապես ասի, սա հետո կտենանք, որ մոտավորապես լինելու է իսկական կորելացիան շատ նման թիվ։ Բայց նմուշային կորելացիա կոչվում է, այսինքն կորելացիա հիմնված ընդհանրապես այդ n հատիկ կետի վրա։ Օրինակ, ստեղ այս 8 հատ կետի հիման վրա, եթե հաշվում ես 0,005, սա ասա 8 հատ կետով կազմված նմուշային կորելացիա։ Այսինքն առանց բանաձևերի, այլ ուղղակի հստակ մի քանի կետ ունենալով։ Հարցեր։ Բայց ջան, այդ x գծիկովն ու y գծիկովը դա միջին ասվածներ չէ, մեկ
n-երորդ x։ Ես ինչ որ տեղեր տեսել եմ, որ 1 n-երորդ չի, 1-ը բաժանց n-1 էր։ Ինչով էր դա պայմանավորված լինում։ Այդ շատ լավ հարց եք ասում։ Իրական ինքը գալիս է նրանց, որ ուզում եմ, բայց երևի ամեն դեպքում այդ մի 2-3 դաս հետո Թարխանյան Հայկի հետ կանել։ Ոնց որ վիճակագրության մեջ sense բան կա, ինչ որ մի ձև ես ուզում եմ մոտարկեմ սրանց, ասենք կովարիացիան, ոնց է կարելի կովարիացիան մոտարկել, դե մոտավորապես այս բանձրով, չէ, x-ից հանեմ իրա միջի քառոքսի բարձրացնեմ, բաժանեմ քանակի վրա, շատ լավ, բայց այդ անելու այդ դա կոչվում է գնահատական, հա, այսինքն իսկական այդ կորելացիան փորձում եմ գնահատեմ իմ ձեռը տակ եղած այդ 8 հատիկ կետի միջոցով, բարձրացնում որ եթե բաժանում եմ քանակի վրա, այդ բերման նրան, որ մի քիչ իմ այդ գնահատականը մի քիչ շեղում է ունենում իսկականից, այսինքն իսկական դեռ եթե ես աշխարհի բոլոր 1000, չգիտեմ, այդ լիքը մեծ մարդկանց վերցնեն, բացի այն դեպքից, եթե բոլոր մարդկանց են վերցրել, միշտ իմ ասած թիվը մի քիչ ավելի ուժուր առնելու իրականում, քան, այսինքն եթե գրեմ 1/9, ուստեղ ոչ թե բան էլի քանակի վրա բաժանե, ուստեղ այդ x հանած x գծիկ քառակուսիները, սա իրականում մի քիչ ավելի ուժուր առնելու, ինքը շեղումով առնելու, կոչվում է շեղումով գնահատական, եթե ուզում եմ անշեղ գնահատական լինի, ասում եմ, թե բաժանեք n-1-ի վրա, ու ճիշտ ասած, որ տենց կարելի է սիրուն դուրս բերել դա, երբ որ անցնենք վիճակագրական այդ գործիքների, էլի Հայկի հետ, իմ հետ չէ, այդ ժամանակ կարող եք սիրուն դուրս բերեք, բայց կոպիտ ասած զուտ իմաստերն է, որ տեսեք, ես դա գրել եմ x գծիկ, այլ չեմ գրել իրանց իսկական մատպասում, չէ, վարիաթիվ բանձի մեջ դե պետք է գրածնի մատպասումը, ես դա գրել եմ ինչ որ մոտավորապես մատպասում, այդ մոտավորապեսի համար ինչ որ գին պետք է վճարեմ, այդ գինը այն է լինում, որ բաժանում եմ n-1-ի։ Ճիշտ ասած, ես այս ստացվում ավելի բացատրություն չեմ, ինչ որ ինտուիտիվ բացատրություն չեմ գտել, էլի, բայց որ բանաձևորեն գրեք, կստանաք, որ n-1-ի վրա բաժանելը ավելի լավ է։ Ու կարծում եմ այն Greenmet-Walsh-ի դասագրքի մեջ պետք է լինի այդ մասին։ Եթե ցանկություն կա, կարող եմ ինչ որ տենց բան էլի վիդեո նկարագրության մեջ ու Telegram-ում դնեմ այդ ինչ որ էջեր ու այդտեղից ոնց որ կարդակ, բայց հələ որ այդտեղ չենք հասել։ Բայց ժոր ֆիքսենք որ գիտեք որ եթե մեծ թվով դատա ունենամ, ասենք 1000 հատ կետ ունենա, դե նկատում եք 1000-ի վրա բաժանեմ թե 999-ի, համարյա նույն բանն է տալու։ Այսինքն այո, այնի անշեղ գնահատական կլինի, բայց խոշորով կարող Python-ով քանակի վրա բաժանեք, շատ բան չի փոխվել։ Մի քիչ այս կողմ այն կողմ կարա գնա, բայց այդ տենց էական ազդեցություն չի ունենա։ Շատ լավ, նուրբ հարց է շատ, բայց ճիշտ ասած իմ համար առնվազն հիմա ինքը ոչ ինտուիտիվ մի քիչ դժվար է մարսվում էլի այդ փաստը, բայց իրականում այո, տենց է բաժանենք n-1-ի վրա։